Նա եկավ, ձեռքին պարզ մի կրեմ կարամել, ընդամենը ցանկանալով տեսնել, թե ինչպես է թոռնուհին փչում տորթի մոմերը։ Բայց նրան դիմավորեցին արամարանքով, բոլորի ներկայությամբ հարսը հարձակվեց նրա վրա։ Այն, ինչ ոչ ոք չէր սպասում, այն էր, որ այդ համեստ տարեց կինը ոտքի կկանգներ մի ուժով, որը կլրացներ ամբողջ խնջույքը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Տիկին Նունեն արթնացավ, արը դեռ չծագած, ինչպես անում էր արդեն 50 տարուց ավելի։ Նրա հոգնած աչքերը դանդաղ բացվեցին, հարմարվելով այն փոքրիկ սենյակի մթությանը, որն այժմ իր տունն էր։ Դա մի փոքրիկ սենյակ էր Երանի Շենգավիթ վարչական շրջանի ծայրամասերից մեկում գտնվող տան հետնամասում, քերված պատերով նեղ պատուհանով, որը ցերեկը միայն մի շերտ լույս էր ներս թողնում։ Այնտեղ հարանուհու նվիրած մեկտեղանոց մահճակալի հին զգեստապահարանի միջ, որը ջռում էր ամեն անգամ, երբ նա բացում էր, տիկին Նունեն պահում էր իր հիշողություններն ու արժանապատվությունը։ Նա նստեց մահճակա լի եզրին, հոդերի մեջ զգալով իր 73 տարվա ծանրությունը։ Ձեռքերը, որոնք կոշտուկներով ու ուռած երակներով էին պատված, թեթակի դողում էին, մինչ նա սառը հատակին փնտրում էր իր հողաթափերը։ Դրանք ձեռքեր էին, որոնք պատեր էին շարել, ցեմենտ էին հունցել, այգիներ էին տնկել, որդուն էին օրորել, երբ աշխարհը դեռ լի էր թվում խոստումներով։ Այժմ այդ նույն ձեռքերը պահում էին միայն մի ժամանակի կարոտ, երբ ամեն ինչ իմաստ ուներ։ Տունը, որտեղ ապրում էր տիկին Նունեն, իրենն էր։ Կամ գոնե եղել էր։ Նա իր ամուսինը, պապի Հովակիմը, գնել էին այդ ամայի հողակտորը 40 տարի առաջ, երբ Շենգավիթը դեռ զարգացող թաղամաս էր, համեստ ընտանիքները կարող էին երազել սեփական հողակտոր ունենալու մասին։ Նրանք միասին էին դրել այդ շինության յուրաքանչյուր աղյուսը։ Պապի Հովակիմը ցերեկն աշխատում էր որպես շինարար, իսկ գիշերը վերադառնում էր կառուցելու սեփական տունը։ Տիկին Նունեն ջուր էր կրում, շաղախ էր խառնում, գերաններն էր պահում, մինչ նա մեխում էր։ Նրանք երիտասարդ էին, ուժեղ, հույսով լի։ Նա դեռ հիշում էր այն օրը, երբ վերջապես կարողացան գնել հողակտորը։ Տարիներ շարունակ կոպեկ-կոպեկ խնայել էին, գումարը պահելով մահճակալի տակ թաքցրած թխվածքաբլիթի տուփի մեջ։ Պապի Հովակիմը 2 տարբեր շինհրապարակներում էր աշխատում, տնից դուրս էր գալիս առավոտյան ժամը 5-ից շուտ վերադառնում գիշերվա 9-ից հետո։ Տիկին Նունեն ուրիշի լվացք էր անում, թաղի հարուստ տիկինների համար արդուկում էր, կիրակի օրերին շուկայում քաղցրավենիք էր վաճառում։ Ամեն ինչ, այդ անհնարին թվացող գումարը հավաքելու համար։ Երբ վերջապես բավականաչափ գումար ունեցան, միասին գնացին նոտարական գրասենյակ, ձեռք ձեռքի տված, սրտները թրթռալով։ Հողակտորը փոքր էր, անհարթ, գտնվում էր հողածածկ, չասֆալտապատված փողոցում, բայց իրենցն էր։ Կյանքում առաջին անգամ նրանք ունեին մի բան, որը ոչ ոք չէր կարող խլել։ Կամ այդպես էին կարծում։ Տան կառուցումը տարիներ տեց։ Բանվորներ վարձելու գումար չունեին, ուստի ամեն ինչ անում էին իրենք։ Հանգստյան օրերին ընկերներն ու հարանները գալիս էին օգնելու, դրա դիմաց տիկին Նունեն առատ խորոված էր պատրաստում, մատուցելով ժպիտով ու երախտագիտությամբ։ Պատերը դանդաղ բարձրանում էին, աղյուս առ աղյուս, ձեռքով խառնած ցեմենտով։ Պապի Հովակիմը պնդում էր, որ հիմքերը խորը ամուր լինեն, քանի որ ասում էր, թե տունը ամուր հիմքի կարիք ունի, սերունդներին ծառայելու համար։ Տիկին Նունեն ծիծաղում էր այդքան խնամքի վրա, բայց նա հուզվում էր։ Նա մտածում էր ապագայի մասին, մի բան թողնելու դեռ չծնված որդու համար։ Նրանց որդին, Արամը, ծնվեց այնտեղ, այդ դեռ անավարտ տանը, հորդառատ անձրի մի գիշեր։ Տիկին Նունեն հիշում էր տղայի լացը, որն արձագանքում էր չսվաղված պատերի մեջ, պապի Հովակիմի երջանկությունը, երբ առաջին անգամ գրկեց երեխային, այն զգացումը, որ ամեն ինչ արժեր։ Արամը մեծացավ, վազվզելով այդ բակում, մագլցելով իրենց տնկած ծառերը, արոտ կեսօրներին խաղալով հարանների հետ։ Նա հանգիստ, հնազանդ տղա էր, որն օգնում էր մորը տնային գործերում, լուռ հիացմունքով հարգում էր հորը։ Տարիներն անցան։ Արամը դարձավ աշխատասեր, ազնիվ մարդ, բայց իր մեջ մի փխրունություն էր կրում, որը տիկին Նունեն միշտ նկատել էր։ Կարծես նա վախենում էր դուր չգալուց, սխալվելուց, աշխարհում շատ տեղ զբաղեցնել։ Ութ Երբ նա հանդիպեց Լիլիթին, տիկին Նունեն կրծքում մի սեղմոց զգաց, որը չկարողացավ բացատրել։ Մի բան կար այնձի մեջ, թե ինչպես էր այդ կինը նայում իր որդուն, մի բան, որը խառնում էր հետաքրքրությունն ու հաշվարկը։ Բայց Արամը սիրահարված էր, տիկին Նունեն, ինչպես շատ մայրեր, կուլ տվեց իր կասկածներն ու գիրկը բացեց, հարսին ընդունելու համար։
Լիլիթը գեղեցիկ էր, գիտեր դա օգտագործում էր դա։ Նա մի ընտանիքից էր, որը միշտ քիչ է ունեցել, միշտ շատ է ուզեցել։ Առաջին իսկ օրվանից նա նայեց տիկին Նունեի տանն ու հնարավորություն տեսավ։ Ոչ թե սեր, ոչ թե ջերմություն, այլ հնարավորություն։ Եվ երբ 5 տարի առաջ պապի Հովակիմը մահացավ, իր հետ տանելով այդ ընտանիքը պահող ուժը, Լիլիթը տեսավ բաց դուռը, վերցնելու այն, ինչ ուզում էր։ Սկզբում նա այլ էր։ Երբ Արամը նրան բերեց ծնողների հետ ծանոթացնելու, Լիլիթն իրեն քաղաքավարի, համակրելի դրսորեց, գովեց տունը, օգնեց խոհանոցում, շահեց տիկին Նունեի վստահությունը սիրալիր փոքրիկ ժեստերով։ Պապի Հովակիմն ավելի զգուշավոր էր, ուներ պաշտպանող հոր այն բնազդը, որը վտանգի հոտ է առնում։ Բայց Արամն այնքան սիրահարված էր, որ ծերունին ի վերջո զիջեց։ Հարսանիքը համեստ էր, զագսում, խնջույքը, տան բակում։ Լիլիթը հագել էր երկրորդ ձեռքի սպիտակ զգեստ, որը տիկին Նունեն օգնել էր հարմարեցնել, ամբողջ արարողության ընթացքում թվում էր, թե իսկապես երջանիկ է։ Գուցե այդ պահին նա իսկապես այդպիսին էր։ Կամ գուցե արդեն ամեն ինչ պլանավորում էր, սպասելով ճիշտ պահի։ Առաջին տարիները հանգիստ էին։ Լիլիթն ու Արամն ապրում էին վարձով բնակարանում, փոքր ու նեղ, բայց որը նրանք իրենց տունն էին կոչում։ Անին ծնվեց ամուսնությունից 3 տարի անց, որոշ ժամանակ թվում էր, թե մայրությունը մեղմացրել է Լիլիթին։ Նա նվիրումով խնամում էր երեխային, կրծքով կերակրում, տակտիրները փոխում, օրորոցայիններ երգում։ Տիկին Նունեն այցելում էր նրանց, երբ կարողանում էր, ուտելիք էր տանում, օգնում թորնուհու խնամքի հարցում, իրեն իրագործված էր զգում որպես տատիկ։ Պապի Հովակիմը նույնպես հալվում էր թորնուհու համար, ժամերով դեմքի ծիծաղելի արտահայտություններ էր անում, նրան ծիծաղեցնելու համար, նրա համար փայտե ձյուկ էր պատրաստել, որը դրվ.ած էր բնակարանի հյուրասենյակում։ Բայց հետո պապի Հովակիմը հիվանդացավ։ Դա արագ, դաժան, առանց նախազգուշացման եղավ։ Մի օր լավ էր, աշխատում էր, ծիծաղում, ապրում։ Հաջորդ օրը փլվեց փողոցի մեջտեղում։ Երբ հասան հիվանդանոց, բժիշկներն ասացին, որ սուր կաթված է եղել։ Տիկին Նունեն նրա կողքին մնաց այն 3 օրը, որ նա դիմադրեց, բռնելով նրա ձեռքը, աղոթելով, աղաչելով, որ նա իրեն չլքի։ Բայց երրորդ օրը պապի Հովակիմը հեռացավ, իր հետ տանելով նրա հոգու կեսը։ Սկեսրայրի մահից հետո էր, որ Լիլիթը սկսեց փոխվել։ Ավելի ճիշտ, երբ նա դադարեց ծածնել։ Նա տեսնում էր տիկին Նունեին սկի մեջ խորասուզված, թղթերի ու փաստաթղթերի մեջ կորած, հասկացավ, որ դա կատարյալ հնարավորություն է։ Սկսեց ավելի հաճախ հայտնվել տանը, միշտ պատրվակներով։ Եկել եմ օգնեմ ձեզ այս հաշիվների հարցում, Սկեսուր ջան։ Մի քանի ձաթուղթ եմ բերել, որ ստորագրեք, ցոցապիցը, կօգնի թոշակի հարցում։ Թողեք ես լուծեմ այս հարցը, դուք պետք չէ անհանգստանաք։ Տիկին Նունեն, ուժասպառ դեռ բյուրոկրատիայի հետ գործ ունենալու ուժ չունենալով, վստահեց։ Եվ Լիլիթը քիչ-քիչ մեն ինչ իր ձեռքը վերցրեց։ Տիկին Նունեն երբեք լավ կարդալ չէր սովորել։ Սովորել էր ընդամենը մինչ երկրորդ դասարան, իսկ հետո կյանքը նրան քաշել էր դեպի աշխատանք, դեպի գոյատում։ Պապի Հովակիմը միշտ զբաղվում էր թղթերով, հաշիվներով, փաստաթղթերով։ Երբ նա գնաց, տիկին Նունեն կորավ ձաթղթերի, կնիկների բառերի մեջ, որոնք պարում էին նրա առջ, առանց իմաստ հաղորդելու։ Հենց այդ ժամանակ Լիլիթը հայտնվեց իր քաղցր ձայնով կեղծ ժպիտով։ Այստեղ պետք է ստորագրեք, Սկեսուր ջան։ Սա ուղղակի տունը օրինականացնելու համար է։ Կարող է, որ կառավարության հետ խնդիր չունենանք։ Վստահեք ինձ, ես ամեն ինչի մասին կհոգամ։ Եվ տիկին Նունեն, հոգնած սկի մեջ, վստահելով այն բարությանը, որն ինքն էր կրում իր մեջ, ստորագրեց։ Ստորագրեց թղթեր, որոնք չէր հասկանում, իր մատնահետքը դրեց փաստաթղթերի վրա, որոնք չէր կարդացել, սեփական տունը հանձնեց նրան, ում երբեք չպետք է վստահեր։ Երբ հասկացավ, թե ինչ է արել, արդեն ուշ էր։ Տունը, այն տունը, որը նա կառուցել էր սեփական ձեռքերով, այժմ օրինականորեն Լիլիթի անունով էր։ Եվ Լիլիթը ժամանակ չկորցրեց։ Նա Սկեսրոջը հրեց դեպի հետնամասի փոքրիկ սենյակը, սկսեց նրա հետ վարվել որպես զավթիչ, որպես մեռած բեռ, որպես անցյալի անհարմար հիշողություն, որը նա ուզում էր ջնջել։ Արամը լուր հետում էր ամեն ինչին։ Մի քանի անգամ փորձեց միջամտել, բայց կինը ճնշում էր նրան ճիչերով, նվաստացումներով, սառը դաժանությամբ, որը նրան կատվածահար էր անում։ Դստեր ներկայությամբ Լիլիթը նրան անվանում էր անպետք, թուլակամ, անարժեք մարդ։ Հարանների ներկայությամբ նա ծիծաղում էր նրա վրա, հրում էր նրան, վարվում էր նրա հետ որպես ընտելացված շան։
Եվ Արամը, վախի ու ամոթի սարդոստայնում բռնված, գնալով ավելի էր կքնում, մինչ գրեթե անհետացավ։ Տիկին Նունեն վեր կացավ մահճակալից մոտեցավ սենյակի պատուհանին։ Դրսում օրը սկսում էր բացվել։ Նա կարող էր լսել տան արթնացող առաջին ձայները, բացված ծորակի աղմուկը, Լիլիթի սուր ձայնը, որը ինչ-որ բան էր գոռում Արամի վրա։ Նա խորը շունչ քաշեց, զգալով այդ նոր օրվա ծանրությունը։ Այսօր իր թոռնուհու, Անի ծննդյան օրն էր։ Աղջկա 12 տարին էր լրանում, տիկին Նունեն իրեն խոստացել էր, որ այնտեղ կլինի, թեք ուս միայն նրան գրկելու շնորհավորելու համար։ Անին տիկին Նունեի խավարի մեջ լույսն էր։ Աղջիկն ուներ Արամի քաղցր աչքերը մի սիրտ, որը դեռ չէր վարակվել մոր դառնությամբ։ Ամեն անգամ, երբ կարողանում էր, Անին փախչում էր տատիկի սենյակ, նստում մահճակալի եզրին, մնում այնտեղ, զրուցելով, ծիծաղելով, պատմություններ խնդրելով այն ժամանակների մասին, երբ հայրը երեխա էր։ Տիկին Նունեն պատմում էր, թոռնուհին ուշադիր լսում էր, կարծես այդ հիշողությունները հազվագյուտ գանձեր լինեին։ Հենց այդ պահերին էր, որ տարեց կինը զգում էր, որ դեռ արժե ապրել։ Լիլիթն ատում էր այդ մտերմությունը։ Ատում էր տեսնել, թե ինչպես է դուստրը վազում տատիկի գիրկը, ատում էր, երբ Անին այցելությունից վերադառնում էր երջանկությունից փայլող աչքերով, ատում էր այն միտքը, որ այդ տանը սեր կա, որն իր միջով չի անցնում։ Եվ այդ պատճառով, քիչ-քիչ, նա կանոններ ստեղծեց։ Անին չի կարող այդքան երկար մնալ այնտեղ։ Տատիկը զբաղված է։ Տատիկը պետք է հանգստանա։ Տատիկը հրավիրված չէ խնջույքին։ Բայց Անին համար, ինչպես միայն խիզախ երեխաները կարող են լինել, միշտ մի ճանապարհ էր գտնում արգելքները շրջանցելու համար։ Տիկին Նունեն հեռացավ պատուհանից, գնաց դեպի սենյակի անկյունում գտնվող փոքրիկ ինքնաշեն խոհանոցը։ Դա մի հին գազօջախ էր, մի ճզմված կաթսա, մի քանի տարամթերք, որոնք նա խնամքով պահում էր։ Նա բացեց տարաներից մեկը, դուրս հանեց այն բաղադրիչները, որոնք հավաքել էր վերջին շաբաթների ընթացքում։ Ձվեր, որ հարանուհին էր տվել, կաթ, որ կարողացել էր գնել իր պահած մանրադրամով, շաքարավազ, որ պարտքով էր վերցրել։ Նա պատրաստվում էր կրեմ կարամել պատրաստել Անիի համար։ Դա մեծ բան չէր, ոչ էլ շքեղ խնջույք, ինչպիսին Լիլիթը պատրաստում էր դիմացի բակում, բայց դա սիրով էր պատրաստված։ Եվ տիկին Նունեն գիտեր, որ թոռնուհին կճանաչի այդ սերը առաջին իսկ գթալից։ Նա դանդաղ աշխատեց, խնամքով խառնելով բաղադրիչները, յուրաքանչյուր շարժումը զգալով որպես լուռ աղոթք։ Մինչ խմորը խառնում էր, նա հիշեց բոլոր այն անգամները, երբ նույն կրեմ կարամելն էր պատրաստել Արամի համար, երբ նա երեխա էր։ Հիշեց բակի համեստ խնջույքները, որդու ընկերների ծիծաղը, բոլորին միասին ուտելիս ու տոնելիս տեսն։ Ելու ուրախությունը։ Որ կորավ այդ ամենը։ Որ կորավ այն տղան, որը վազվզում էր բակում։ Որ կորավ այն ընտանիքը, որը նա այդքան զոհողությամբ էր կառուցել։ Կրեմ կարամելը դրվեց ինքնաշեն ջեռոցը, տիկին Նունեն նստեց հին աթոռին, սպասելու։ Նա մի պահ փակեց աչքերը այդ հիշողություններով լի լռության մեջ, զգաց պապի Հովակիմի ներկայությունը։ Նա միշտ ասում էր, որ արդարությունը կարող է ուշանալ, բայց գալիս է։ Միշտ։ Տիկին Նունեն ուզում էր հավատալ դրան, բայց ամեն օր, որ անցնում էր, հույսը սպառվում էր ինչպես ավազը մատների արանքում։ Սենյակից դուրս տունը եռում էր։ Լիլիթն իր փառքի գագաթնակետին էր։ Նա դիջեյ էր վարձել, հսկայական տորթ էր պատվիրել, բակը լցրել էր գունավոր փուչիկներով, պլաստմասե աթոռներով։ Հրավիրել էր հարաններին, դստեր դասընկերներին, ծանոթների, որոնց անունները հազիվ գիտեր։ Դա Անիի համար խնջույք չէր։ Դա խնջույք էր իր համար, ցույց տալու, որ իշխանություն ունի, որ վերահսկողություն ունի, որ այդ տան տերն է։ Յուրաքանչյուր մանրուք մտածված էր տպավորելու, նախանձ առաջացնելու, ամեն ինչի բոլորի վրա իր գերի իշխանությունը հաստատելու համար։ Արամը բակում օգնում էր սեղանները դասավորել։ Նա շարժվում էր որպես ռոբոտ, առանց հարց տալու կատարելով կնոջ հրամանները։ Լիլիթը հրելով անցնում էր նրա կողքով, ուղղում էր այն ամենը, ինչ նա անում էր, գոռում էր, որ սխալ է, որ նա անընդունակ է, որ նույնիսկ ամենապարզ բաների համար պիտանի չէ։ Նա գլուխը կախում էր, շարունակում, ինչպես միշտ էր անում։ Օգնող հարանները անհարմար հայացքներ էին փոխանակում, բայց ոչ ոք ոչինչ չէր ասում։ Ավելի լավ էր չխառնվել։ Անին իր սենյակում էր, պատուհանից նայում էր դրսի եռուզեռին։ Պետք է երջանիկ լիներ, իր ծննդյան օրն էր, բայց կրծքում մի դատարկություն էր զգում, որը չէր կարողանում բացատրել։
Նա 12 տարեկան էր, բայց երբեմն իրեն շատ ավելի մեծ էր զգում, կարծես մի բեռ էր կրում, որն իրենը չպետք է լիներ։ Սիրում էր մորը, բայց նա վախենում էր նրանից։ Սիրում էր հորը, բայց տառապում էր, տեսնելով նրան այդքան կոտրված։ Եվ ամեն ինչից շատ սիրում էր տատիկին, բայց չէր հասկանում, թե ինչու է նա ապրում այդ մութ սենյակում, ինչու չի կարող իրենց հետ լինել, ինչու է ամեն ինչ այդքան սխալ թվում։ Աղջիկը իջավ աստիճաններով գնաց խոհանոց, որտեղ Լիլիթը ստուգում էր տորթը։ Մայրը շրջվեց լայն ժպտաց, բայց դա մի ժպիտ էր, որը չէր հասնում աչքերին։ Իմ արքայադուստր, ամեն ինչ պատրաստ է քո խնջույքի համար։ Սա կլինի ամենագեղեցիկ ծննդյան օրը, որ երբե ունեցել ես։ Անին ստիպված ժպտաց։ Շնորհակալ եմ, մայրիկ։ Կարող եմ տատիկին կանչել, որ գա։ Լիլիթի ժպիտը սառեց։ Նրա աչքերը փայլեցին զսպված զայրույթով։ Տատիկը զբաղված է, Անի։ Նա պետք չէ, որ գա։ Այստեղ շատ մարդ կա, նրա բացակայությունը չի զգացվի։ Բայց իմ ծննդյան օրն է, մայրիկ։ Ես ուզում եմ, որ նա այստեղ լինի։ Լիլիթը խորը շունչ քաշեց, զսպելով զայրույթը։ Կտեսնենք, լավ։ Հիմա գնա սենյակդ, հագնվելու։ Ընկերներդ շուտով կգան։ Անին գլխիկոր դուրս եկավ, իմանալով, որ այդ կտեսնենքը նշանակում է ոչ։ Նա դանդաղ բարձրացավ աստիճաններով, զգալով, թե ինչպես են արցունքները սկսում հավաքվել։ Երբ հասավ սենյակ, նստեց մահճակալին, գրկեց բարձը։ Ծննդյան օրը այսպիսին չպետք է լիներ։ Հետնամասի սենյակում տիկին Նունեն կրեմ կարամելը հանեց ջեռոցի։ Ցթողեց սառչի։ Կատարյալ էր ստացվել։ Վերից ոսկեգույն, ներսից կրեմային, հենց այնպես, ինչպես պետք է լիներ։ Նա ամանը փաթաթեց մաքուր սրբիչով, որը հատուկ այդ առիթի համար էր լվացել, սպասեց։ Սպասեց ճիշտ պահի, այն ակնթարթին, երբ կկարողանար մոտենալ թոռնուհուն, հանձնել սիրով պատրաստված այդ նվերը, հետո վերադառնալ իր անկյունը։ Նա խառնաշփոթ չէր ուզում, ուշադրություն գրավել չէր ուզում։ Ուզում էր միայն տեսնել Անիի ժպիտը։ Եկավ կեսօրը, նրա հետ, հյուրերը։ Բակը լցվեց մարդկանցով, ծիծաղով, բարձր երաժշտությամբ։ DJ-ը, որին Լիլիթը վարձել էր, մի երիտասարդ տղա էր, 20 անց, որը իր սարքավորումները տեղադրեց մի անկյունում, սկսեց աշխույժ երգեր միացնել։ Նրա անունը Ռաֆայել էր, նա թաղամասում հայտնի էր որպես լավ մասնագետ։ Նա ուշադիր, դիտողական հայացք ուներ, այնպիսին, որը ավելին է ընկալում, քան պետք է։ Լիլիթը փայլում էր, շրջում էր հյուրերի միջ, բարձր ծիծաղում, պարծենում։ Արամը նստած էր մի անկյունում, գրեթե անտեսանելի, գարեջուր էր խմում, նայում հատակին։ Որոշ ընկերներ փորձեցին նրա հետ զրույց սկսել, բայց նա միավանք պատասխաններ էր տալիս, նրանք շուտով հանձնվում էին։ Կարծես նա իրականում այնտեղ չէր։ Անին հայտնվեց խնջույքի համար հագնված, գեղեցիկ ու կոկիկ, բայց նույն դատարկությամբ աչքերում։ Լիլիթը նրան քաշեց բակի կենտրոն, պնդեց, որ լուսանկարվեն, որ բոլորին ցույց տա, թե ինչ նվիրված մայր է, թե ինչպես է այդ խնջույքը իր սիրո ապացույցը։ Անին ժպտում էր լուսանկարների համար, բայց ներսում միայն փախչելու անհագ ցանկություն կար։ Հենց այդ ժամանակ հայտնվեց տիկին Նունեն։ Նա դանդաղ քայլում էր տան կողային միջանցքով, ձեռքերում պահելով կրեմ կարամելը, հագին իր ամենագեղեցիկ զգեստը, որը մի պարզ զգեստ էր, այնքան լվացված, որ արդեն գունաթափվել էր։ Երբ նա մտավ բակ, կարճատ լռություն տիրեց, կարծես օդը հանկարծ ներս քաշվեց։ Հյուրերը նայեցին նրան, հետո նայեցին Լիլիթին, սպասելով ինչ-որ արձագանքի։ Լիլիթը զգաց, թե ինչպես է արյունը եռում։ Ինչպես էր այդ կինը համարձակվում հայտնվել։ Ինչպես էր համարձակվում ներխուժել իր խնջույքը այդ խղճուկ տեսքով, այդ աղքատի ծիծաղելի կրեմ կարամելով։ Բայց նա զսպեց իրեն, գոնե առայժմ։ Չափազանց շատ։ Մարդ էր նայում, նա պետք է պահպաներ ելույթները։ Անին տեսավ տատիկին, նրա դեմքը լուսավորվեց։ Նա վազեց դեպի նրան, գրկեց իր ողջ ուժով։ Տիկին Նունեն փակեց աչքերը, զգաց այդ գրկախառնությունը որպես բալասան հոգու համար։ Նա մի ձեռքով բռնեց թոռնուհու դեմքը, շշնջաց. Շնորհավոր, աղջիկս։ Սա քեզ համար եմ պատրաստել։ Իմ ողջ սիրով։ Անին հուզված վերցրեց կրեմ կարամելը, փայլող աչքերով նայեց տատիկին։ Շնորհակալ եմ, տատիկ։ Ես քեզ սիրում եմ։ Լիլիթը հեռվից հետում էր տեսարանին, ատելության նախանձի խառնուրդով արտահայտությամբ։
Ինչպես էր այդ պառավը կարողանում գողանալ իր դստեր ուշադրությունը։ Ինչպես էր կարողանում Անին այդպես ժպտալ, մի ձով, որն ինքը երբեք չէր կարողացել։ Դա արդար չէր։ Այդ ամենից ոչինչ արդար չէր։ Տիկին Նունեն փորձեց զգուշորեն հեռանալ, ուզում էր ընդամենը վերադառնալ իր սենյակ թողնել, որ խնջույքը շարունակվի, բայց Անին բռնեց նրա ձեռքը։ Մնա ինձ հետ, տատիկ։ Խնդրում եմ։ Տարեց կինը տատանվեց։ Գիտեր, որ իր ներկայությունն այնտեղ միայն խնդիրներ կբերի, բայց չէր կարողանում ոչինչ մերժել այդ աղջկ։ Ան։ Ուստի մնաց, կանգնած թոռնուհու կողքին, մինչ խնջույքը շարունակվում էր նրանց շուրջը։ Հյուրերը նորից սկսեցին զրուցել, դիջեյը նորից միացրեց երաժշտությունը, մի քանի րոպե թվում էր, թե ամեն ինչ լավ կլինի։ Բայց Լիլիթը չէր կարողանում աչքերը կտրել սկեսրոջից։ Տեսնում էր, թե ինչպես է Անին բռնել տատիկի ձեռքը, տեսնում էր, թե ինչպես է տիկին Նունեն ժպտում թոռնուհուն, տեսնում էր այն սերը, որն ինքը երբեք չէր կարողանա վերարտադրել։ Եվ դա նրան ներսից քայքայում էր թթվի պես։ Նա մեկ կում գարեջուր խմեց, զգաց, թե ինչպես է ալկոհոլը տաքացնում կուրծքը, որոշեց, որ դա այդպես չի թողնի։ Չի թողնի, որ այդ պառավս մեկ անգամ փչացնի այն, ինչն իրենն է։ Արամը նկատեց կնոջ արտահայտությունը, զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Ճանաչում էր այդ հայացքը։ Դա այն հայացքն էր, որը գալիս էր փոթորիկներից առաջ։ Նա վեր կացավ աթոռից, փորձեց մոտենալ, գուցե Լիլիթին հանգստացնելու, գուցե փորձելու կանխել այն, ինչ զգում էր, որ տեղի է ունենալու։ Բայց խորքում գիտեր, որ ոչինչ կանխելու ուժ չունի։ Երբեք չի ունեցել։ Արը սկսեց մայր մտնել։ Երկինքը ներկելով նարնջագույն ու վարդագույն, խնջույքը շարունակվում էր։ Ռաֆայելը, դիջեյը, իր տեղից հետում էր ամեն ինչին։ Կյանքում շատ բան էր տեսել, շատ խնջույքների էր նվագել, բայց այդ տանը մի բան կար, որ նրան անհանգստացնում էր։ Մի բան օդի լարվածության մեջ, այն ձի մեջ, թե ինչպես էր այդ շիկահեր կինը նայում տարեց կնոջը, անկյունում նստած տղամարդու տխրության մեջ։ Նա չէր կարողանում բացատրել, բայց զգում էր, որ ինչ-որ բան տեղի է ունենալու։ Եվ բնազդաբար, նա միացրեց իր սարքավորման ձայնագրությունը։ Միշտ էր դա անում խնջույքներին, ձայնի գրանցում ունենալու հետո իր աշխատանքը բարելավելու համար։ Բայց այդ գիշեր այդ ձայնագրությունը շատ ավելի կարևոր էր լինելու, քան նա կարող էր պատկերացնել։ Եկավ ծնունդը շնորհավորը երգելու ժամանակը։ Լիլիթը բոլորին հավաքեց, վառեց հսկայական տորթի մոմերը, Անին կանչեց կենտրոն։ Աղջիկը գնաց, դեռ բռնած տատիկի ձեռքը, տիկին Նունեին իր հետ տանելով։ Դա վերջին կաթիլն էր։ Լիլիթը զգաց, թե ինչպես է զայրույթը պայթում իր ներսում ռումբի պես։ Ոչ։ Նա թույլ չէր տա, որ այդ պառավը կանգնի ի խնջույքի կենտրոնում, իր դստեր կողքին, գողանալով այն գլխավոր դերը, որն իրենն էր։ Բոլորը սկսեցին երգել ծնունդը շնորհավոր, Լիլիթի ձայնն առանձնանում էր, բարձր ու սուր, կարծես ուզում էր խեղդել մյուս բոլոր ձայները։ Անին փչեց մոմերը, հյուրերը ծափահարեցին։ Հենց այդ ժամանակ տիկին Նունեն մի քայլ առաջ արեց, պահելով իր բերած կրեմ կարամելը, մեկնեց թոռնուհուն։ Սա քեզ համար է, Անի։ Ամբողջ սիրով պատրաստված։ Անին պատրաստվում էր վերցնել ամանը, երբ Լիլիթը հայտնվեց նրանց առջ, որպես մարդկային պատնեշ։ Նրա դեմքը կարմրել էր, աչքերը փայլում էին զայրույթից։ Դու այստեղ հրավիրված չես։ Նրա ձայնը սրի պես կտրեց օդը։ Երաժշտությունը դադարեց։ Դիջեյն անջատեց ձայնը։ Հյուրերը լռեցին, անհարմար վիճակում, չիմանալով ուր նայել։ Արամը վեր կացավ աթոռից, բայց կանգնած մնաց իր տեղում, վախից կաթվածահար։ Տիկին Նունեն հանգիստ նայեց Հարսին, ամուր պահելով կրեմ կարամելը։ Եկել եմ ընդամենը նվեր բերելու իմ թոռնուհու համար։ Խնդիր ստեղծել չեմ ուզում։ Լիլիթը մի քայլ առաջ արեց, ներխուժելով սկեսրոջ տարածք։ Խնդիր։ Դու ես խնդիր։ Միշտ դու ես եղել։ Հայտնվում ես այստեղ այս աղքատի կերակուրով, ուզում ես զոհի տեղ դնել քեզ, ուշադրություն գրավել։ Բայց այս տունն իմն է, այս խնջույքն իմն է, դու այստեղ տեղ չունես։ Բառերը դուրս թռան թքի պես, թույնով լի։ Անին սկսեց լաց լինել, փորձելով կանգնել մոր տատիկի միջ։ Մայրիկ, դադարիր։ Խնդրում եմ։ Բայց Լիլիթը նրան մի կողմ հրեց շարունակեց, այժմ գոռալով, որ բոլորը լսեն։ Դու ամեն ինչ փչացնում ես։ Միշտ փչացրել ես։
Դու անպետք պառավ ես, որը միայն տեղ զբաղեցնելու համար է պիտանի։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչու եմ դեռ թույլ տալիս, որ մնաս այդ սենյակում։ Պետք է վաղուց քեզ փողոց նետեի։ Հյուրերը ցնցված էին։ Ոմանք սկսեցին վեր կենալ, մտածելով գնալ, բայց մնացին այնտեղ այդ սարսափելի տեսարանի ակամավկաները։ Արամը վերջապես կարողացավ շարժվել, փորձեց մոտենալ։ Լիլիթ, հերիքը։ Սա ճիշտ չէ։ Նա շրջվեց դեպի նրան մարդասպանի հայացքով։ Դու լուռ կմնաս, թուլակամ։ Սա իմ քո մոր միջը։ Թե նրան ես պաշտպանելու։ Բոլորին ես ցույց տալու, որ ողնաշար չունեցող տղամարդ ես։ Եվ մինչ նա կկարողանար պատասխանել։ Լիլիթը ուժգին հրեց նրան։ Արամը սայթաքեց, քիչ մնաց ընկներ։ Նվաստացումը լիակատար էր։ Նա գլուխը կախեց, հետ քաշվեց, մեկ անգամ պարտված։ Լիլիթը իր ուշադրությունը դարձրեց տիկին Նունեին, որը շարունակում էր կանգնած մնալ, պահելով կրեմ կարամելը, արցունքները սկսել էին հոսել նրա կնճռոտ դեմքով։ Տարեց կինը ոչինչ չասաց, միայն խորը տխրությամբ նայում էր Հարսին, այնպիսի տխրությամբ, որը բառերի կարիք չունի հասկանալի լինելու համար։ Հենց այդ ժամանակ Լիլիթը տեսավ պատին հենած թերի պլաստմասե աթոռը։ Դա հին աթոռ էր, ոտքերից մեկը ճաքած, որն ինքն էր առանձնացրել դեն նետելու համար։ Կույր զայրույթի այդ պահին նա բռնեց այն, բարձրացրեց գլխավեր։ Հյուրերը շունչները պահեցին, անհավատությամբ։ Անին ճչաց։ Արամը փորձեց շարժվել, բայց արդեն ուշ էր։ Լիլիթը աթոռն իջեցրեց իր ողջ ուժով, հարվածելով տիկին Նունեի մեջքին։ Հարվածը դաժան էր։ Տարեց կինը սայթաքեց առաջ, կրեմ կարամելը սահեց նրա ձեռքերից, ընկավ գետնին, տարածվելով ոսկեգույն կրեմային լճակի տեսքով։ Տիկին Նունեն ծնկի իջավ, զգալով ցավի պայթյունը մեջքին, զգալով, թե ինչպես է աշխարհը պտտվում իր շուրջը։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Ոչ ոք չէր շարժվում։ Ոչ ոք չէր շնչում։ Կարծես ժամանակը սառել էր այդ սարսափելի ակնթարթում։ Անին վազեց դեպի տատիկը, անզուսպ լաց լինելով, փորձելով օգնել նրան ոտքի կանգնել։ Արամը կանգնած մնաց, ձեռքերը դողալով, աչքերը արցունքներով լի, մեղքի զգացումը ջզվում էր նրան անտանելի բեռի պես։ Լիլիթը աթոռը գցեց գետնին, շուրջը նայեց, հյուրերի ցնցված դեմքերին, հետո ասաց մի ձայնով, որը փորձում էր հաստատուն հնչել, բայց եզրերում դողում էր. Նա արժանի էր։ Նա ոչինչ չի հարգում։ Ոչ ոքի չի հարգում։ Բայց ոչ ոք նրան չհավատաց։ Բոլորը տեսել էին։ Բոլորը գիտեին, որ դա անարդարացի դաժանություն էր։ Եվ այդ պահին օդում ինչ-որ բան փոխվեց, կարծես մի անտեսանելի գիծ էր հատվել, այլս հետդարձ չկար։ Տիկին Նունեն ծնկաչոք էր գետնին, ձեռքերը հենած բակի սառը հողին, զգալով մեջքի բաբախող ցավը։ Կրեմ կարամելը, որն այդքան սիրով էր պատրաստել, տարածված էր նրա շուրջը մի ոսկեգույն հետք, որը կարծես կրում էր այդ պահի ողջ տխրությունը։ Անին նրա կողքին էր, լաց էր լինում, փորձում է օգնել նրան ոտքի կանգնել, բայց տարեց կինը չէր կարողանում շարժվել։ Ոչ թե ֆիզիկական ցավից, թե դա ուժեղ էր, այլ հոգու ցավից, նվաստացումից, այն համոզմունքից, որ հատել է մի սահման, որից այլս չի կարող վերադառնալ։ Հյուրերը մնում էին կաթվածահար, ոմանք ձեռքերը բերաններին, մյուսները ցնցումից լայն բացված աչքերով։ Կարծես բոլորը բռնված լինեին անհավատության պղպջակի մեջ, անկարող մշակելու այն, ինչին հենց նոր ականատես էին եղել։ Մի կին աթոռով հարվածել էր տարեց կնոջ, բոլորի ներկայությամբ, երեխայի ներկայությամբ։ Դա վերահսկողությունից դուրս եկած ընտանեկան վեճ չէր։ Դա մաքուր, դաժան, անարդարացի բռնություն էր։ Լիլիթը դեռ պահում էր կոտրված աթոռը, շնչակտուր, դեմքը կարմրած, աչքերը փայլում էին մի զայրույթով, որը կարծես վերջ չուներ։ Նա շուրջը նայեց, հարանների ցնցված դեմքերին, այդ գիշեր առաջին անգամ մի անորոշության խայթոց զգաց։ Չափն անցել էր։ Ոչ։ Այդպես չէր կարող մտածել։ Չէր կարող թուլություն ցույց տալ։ Նա աթոռը շխկոցով գցեց գետնին, կզակը վեր պահեց, մարտահրավեր նետելով։ Նա արժանի էր։ Դուք բոլորդ տեսաք։ Նա եկել էր այստեղ ինձ անարգելու, իմ տուն ներխուժելու, իմ դստեր խնջույքը փչացնելու։ Ես ընդամենը ինձ պաշտպանեցի։ Բայց ոչ ոք չպատասխանեց։ Ոչ ոք չհամաձայնեց։ Հայացքները, որոնք առաջ անհարմարության էին, այժմ զզվանքի էին։
Մի տարեց տիկին, վաղեմի հարանուհի, վեր կացավ աթոռից առանց մի բառ ասելու դուրս եկավ, գլուխը դժգոհ թափահարելով։ Մյուսները նույնպես սկսեցին վեր կենալ, վերցնելով իրենց պայուսակները, հավաքելով իրենց իրերը, զգուշորեն դուրս գալով դարպասից։ Խնջույքն ավարտված էր, բոլորը դա գիտեին։ Արամը վերջապես կարողացավ շարժվել։ Նա վազեց դեպի մայրը, ծնկի իջավ նրա կողքին, արցունքները հոսում էին դեմքով։ Մայրիկ, ներիր ինձ։ Ներիր ինձ։ Ես պետք է քեզ պաշտպանեի։ Ես պետք է ինչ-որ բան անեի։ Տիկինն ունեն նայեց որդուն, այդ հայացքում այնքան բան կար։ Սեր, հիասթափություն, տխրություն, բայց նա խորը հասկացողություն։ Նա Արամին ավելի լավ էր ճանաչում, քան որևէ մեկը։ Գիտեր նրա փխրունության մասին, գիտեր, որ նա բռնված է մի իրավիճակում, որը նրան խեղդում է։ Նա բարկացած չէր նրա վրա։ Խղճում էր նրան։ Քո մեղքը չէր։ Որդիս։ Դու նույնպես զոհ ես։ Բառերը դուրս եկան ցածր, հոգնած, բայց լի մի ճշմարտությամբ, որը դանակի պես կտրեց Արամին։ Նա դեմքը թաղեց ձեռքերի մեջ, լաց եղավ, ամոթի անզորության խեղդող լացով։ Անին միաժամանակ գրկեց հորն ու տատիկին, ստեղծելով ընդհանուր ցավի շրջանակ այն բակի մեջտեղում, որը առաջ լի էր երաժշտությամբ ու ծիծաղով։ Լիլիթը տեսարանին հետում էր ատելության հուսահատության խառնուրդով։ Նա կորցնում էր իրավիճակի վերահսկողությունը։ Մարդիկ գնում էին, Անին լաց էր լինում, Արամը գրկում էր իր մորը, նրան պաշտպանելու փոխարեն։ Ամեն ինչ սխալ էր ընթանում։ Պետք էր վերականգնել վերահսկողությունը։ Պետք է ստիպել մարդկանց մոռանալ այն, ինչ տեսել էին, որ նորից հավատան իրեն։ Այդպես է գնում։ Խնջույքը չի ավարտվել։ Դեռ տորտ կա, խմիչք կա։ Մնացեք, խնդրում եմ։ Բայց ոչ ոք չմնաց։ Մեկ առ մեկ հյուրերը հեռանում էին, ոմանք առանց նույնիսկ հրաժեշտ տալու, մյուսները անորոշ արդարացումներ մրմնջալով։ Շուտով բակը դատարկվեց, մնացին միայն ցրված աթոռները, թոշնած փուչիկները, սեղանին անձեռնխելի տորթը։ Խնջույքը, որը Լիլիթն այդքան խնամքով էր պլանավորել, իր իշխանությունը ցույց տալու համար, վերածվել էր իր ամենամեծ մղձավանջի։ Ռաֆայելը, դիջեյը, հավաքում էր իր սարքավորումները, երբ իր անկյունից տեսավ տեսարանը։ Նա ձայնագրել էր ամեն ինչ, այն պահից, երբ Լիլիթը սկսեց գոռալ, մինչ աթոռով հարվածը։ Գիտեր, որ դա կարոր է, որ մի օր կարող է տարբերություն ստեղծել։ Նա խնամքով պահպանեց ֆայլը, անվանեց, ապացույց պահեց 3 տարբեր տեղերում։ Դեռ չգիտեր, թե ինչպես կամ երբ դա օգտակար կլինի, բայց բնազդը հուշում էր պահպանել։ Տիկինն ունեն վերջապես կարողացավ ոտքի կանգնել, հենվելով Արամի Անիի վրա։ Մեջքը շատ էր ցավում, բայց գիտեր, որ ոչինչ կոտրված չէ։ Կար միայն հարվածի ցավը, նվաստացման ցավը, այն ցավը, որ գիտեր, թե ամեն ինչ հասել է անվերադարձ կետի։ Նա նայեց Լիլիթին, որը կանգնած էր դատարկ բակի մեջտեղում, տարիների մեջ առաջին անգամ վախ չզգաց։ Զգաց մի այլ բան։ Զգաց վճռականություն։ Սա այսպես չի մնա։ Տիկինն ունեի ձայնը հնչեց հաստատուն, պարզ, Լիլիթը նեղացրած աչքերով շրջվեց դեպի նրան։ Այդպես։ Իսկ ինչ ես անելու։ Ոստիկանություն։ Ես կանչելու։ Ում ես պատմելու։ Այս տունն իմն է։ Դու ոչինչ չունես։ Դու անփող, անկիրթ, անզոր պառավ ես։ Ով կհավատա քեզ։ Տիկինն ունեն չպատասխանեց։ Միայն խորը նայեց հարսի աչքերի մեջ մի լարվածությամբ, որը ստիպեց Լիլիթին մի քայլ հետ գնալ։ Հետո, հենվելով թոռնուհուն, նա դանդաղ քայլեց դեպի իր սենյակը։ Յուրաքանչյուր քայլը ջանք էր, բայց նա չէր կքնի։ Չէր տա Լիլիթին իրեն կոտրված տեսնելու բավականությունը։ Երբ հասավ սենյակ, տիկինն ունեն նստեց մահճակալի եզրին, խնդրեց Անին մի բան բերել։ Աղջիկը վազեց վերադարձավ, ձեռքին մի հին, ճաքճքած կաշվե թղթապանակ, որը տատիկը պահում էր զգեստապահարանում։ Տիկինն ունեն խնամքով բացեց թղթապանակը, սկսեց փաստաթղթեր հանել։ Ժամանակից դեղնած թղթեր, որոշները ծայրերից պատռված, բայց բոլորը խնամքով պահպանված։ Դրանք տան բնօրինակ սեփականության վկայականներն էին, տասնամյակների վաղեմության հարկերի վճարման անդորրագրեր, պապի Հովակիմի հետ փոխանակված նամակներ, երբ նա աշխատում էր մեկ այլ քաղաքում, նրանք պլանավորում էին հողակտորի գնումը։ Կար նա մի նամակ, որը պապի Հովակիմը գրել էր մահ ից քիչ առաջ։
Տիկին Նունեն երբեք այդ նամակը ոչ ոքի ցույց չէր տվել, նույնիսկ Արամին։ Բայց հիմա, սենյակի լամպի թույլ լույսի տակ, նա բացեց այն բարձրաձայն կարդաց Անիի համար։ Աղջիկը լսում էր, միաժամանակ հիացած տխուր։ Նամակում ասվում էր. Նունե, սիրելիս, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, պաշտպանիր մեր տունը։ Գիտեմ, որ դու վստահում ես մարդկանց, դա գեղեցիկ է քո մեջ, բայց ոչ բոլորն են արժանի վստահության։ Լավ պահիր մեր ունեցած թղթերը։ Երբեք ոչինչ մի ստորագրիր, առանց հասկանալու։ Տունը քոնն է, Արամինն է, մեր թոռներինն է։ Թույլ մի տուր, որ որևէ մեկը խլի դա քեզնից։ Ես ողջ կյանքս աշխատել եմ մեր ընտանիքի համար տուն ունենալու համար։ Պաշտպանիր այդ տունը։ Հավերժական սիրով, Հովակիմ։ Անին լաց եղավ, լսելով իր երբեք չտեսած պապիկի խոսքերը։ Տիկին Նունեն խնամքով ծալեց նամակը, դրեց այն թղթապանակի մեջ, մյուս բոլոր փաստաթղթերի հետ միասին։ Այժմ գիտեր, թե ինչ պետք է աներ։ Պապի Հովակիմը փորձել էր զգուշացնել նրան, փորձել էր պաշտպանել նրան նույնիսկ հանդերձյալ աշխարհից։ Եվ նա ձախողվել էր։ Չափազանց շատ էր վստահել, միամիտ էր եղել, սխալ ձեռքերի մեջ էր հանձնել այն, ինչն ամենաթանկն էր։ Բայց դեռ ժամանակ կար։ Դեռ շանս կար ամեն ինչ ուղղելու։ Տատիկ, մենք կարող ենք ինչ-որ բան անել այս թղթերով։ Տիկին Նունեն նայեց թոռնուհուն այդ գիշեր առաջին անգամ ժպ. Տաց։ Կարող ենք, աղջիկս։ Կարող ենք։ Աղետալի խնջույքին հաջորդող օրերին տեղի ունեցածի պատմությունը թաղամասում տարածվեց անտառային հրդեհի պես։ Հարանները ցածր ձայնով խոսում էին տների դռների մոտ, խանութների հերթերում, հրապարակում։ Խղճում էին տիկին Նունեին, դատապարտում էին Լիլիթին, բայց ոչ ոք կոնկրետ ոչինչ չէր անում։ Ավելի հեշտ էր խոսել, քան գործել, ավելի հարմար էր հեռվից խղճալ, քան ներգրավվել։ Լիլիթը զգում էր հայացքների ծանրությունը փողոցներում։ Երբ նա անցնում էր, խոսակցությունները դադարում էին։ Երբ նա մտնում էր խանութ, մարդիկ հեռանում էին։ Սոցիալական մեկուսացումը մի բան էր, որը նա չէր կանխատեսել, դա նրան խորապես զայրացնում էր։ Փորձում էր գլուխը բարձր պահել, ծածնել, թե իրեն չի հետաքրքրում, բայց ներսում սկսում էր վախն աճել։ Եվ երբ վախ էր զգում, Լիլիթն էլ ավելի ագրեսիվ էր դառնում։ Տանը մթնոլորտն անտանելի էր։ Արամը հազիվ էր խոսում, փակված էր սենյակում կամ դուրս էր գալիս ընկերների հետ խմելու։ Անին փակվել էր իր աշխարհում, ժամերով իր օրագրում էր գրում, նկարում, փորձում մշակել այն ամենը, ինչ եսել ու զգացել էր։ Լիլիթը փորձում էր մոտենալ դստերը, բայց Անին խուսափում էր նրանից։ Աղջիկն այլս չէր կարողանում նույն կերպ նայել մորը։ Այդ գիշեր նրա մեջ մի բան էր տեսել, մի մութ ու սարսափելի բան, որը ընդմիշտ փոխել էր իր ունեցած պատկերացումը։ Տիկին Նունեն, իր հերթին, առաջին օրերին սենյակից դուրս չեկավ։ Մեջքը դեռ ցավում էր, նա ժամանակի կարիք ուներ մտածելու, պլանավորելու։ Նրան զգուշորեն այցելում էր Անին, որը մորից թաքուն ուտելիք էր բերում, նստում էր մահճակալի եզրին, մնում այնտեղ, լուռ, պարզապես ընկերակցելով։ Դրանք թանկարժեք պահեր էին, որոնք ամրապնդում էին տատիկի թոռնուհու միջ կապը, աղջկա մեջ սերմանում էին մի խիզախության սերմ, որի մասին նա նույնիսկ չգիտեր, որ ունի։ Հենց Անիի մտքով անցավ նամակի գաղափարը։ Մի գիշեր, իր սենյակում պառկած, նա թուղթ ու գրիչ վերցրեց, սկսեց գրել։ Գրեց տատիկի մասին, այն ամենի մասին, ինչ նա ներկայացնում էր, այն սիրո մասին, որը նա միշտ տվել էր, նույնիսկ ոչինչ չստանալով դրա դիմաց։ Գրեց խնջույքի մասին, այն մասին, ինչ տեսել էր, այն ցավի մասին, որ զգում էր կրծքում։ Դեռ չգիտեր, թե ինչ կանի այդ նամակի հետ, բայց պետք էր դուրս հանել այն ամենը, ինչ կուտակվել էր։ Մինչ Անին գրում էր, Ռաֆայելը, դիջեյը, իր տանն էր, մտածում էր իր պահած տեսանյութի մասին։ Գիտեր, որ ձեռքին կարևոր բան ունի, բայց չգիտեր ինչպես վարվել։ Պատմել ոստիկանությանը։ Ցույց տալ որևէ մեկին։ Լուռ մնալ։ Խիղճը նրան տանջում էր։ Նա տեսել էր ակնհայտ անարդարություն, ապացույցն իր ձեռքին էր, բայց չգիտեր, թե որն է իր դերը այս ամենում։ Որոշեց սպասել։ Եթե որևէ մեկին պետք լիներ այդ տեսանյութը, նա այնտեղ կլիներ։ Առայժմ կպահեր այն որպես ծանր գաղտնիք։ Խնջույքից մեկ շաբաթ անց տիկին Նունեն անսպասելի այցելու ունեցավ։ Դա տիկին Թերեզան էր, հին գործընկերուհին այն ժամանակներից, երբ նա աշխատում էր հագուստի գործարանում, ավելի քան 20 տարի առաջ։
Երկուսը շատ մտերիմ էին եղել, կիսում էին ճաշը, կիսում էին կյանքի տխրություններն ու ուրախությունները։ Գործարանի փակվելուց հետո յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց երբեք ամբողջությամբ կապը չկորցրին։ Տիկին Թերեզան լսել էր թաղամասի լուրերը, որոշել էր գնալ տեսնելու ընկ. Երուհուն։ Երբ նա մտավ սենյակ, տեսավ այն պայմանները, որոնցում ապրում էր տիկին Նունեն, զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Նունե, ընկերուհիս, ինչ են արել քեզ հետ։ Երկուսը գրկախառնվեցին, միասին լաց եղան։ Տիկին Նունեն պատմեց ամեն ինչ այն օրվանից, երբ ստորագրել էր թղթերը, առանց հասկանալու, մինչ խնջույքի հարձակումը։ Տիկին Թերեզան ուշադիր լսում էր, գլուխը թափահարելով, բռնելով ընկերուհու ձեռքը։ Քեզ փաստաբան է պետք, Նունե։ Սա այսպես չի կարող մնալ։ Դու իրավունքներ ունես, դու ապացույցներ ունես։ Բայց ես փաստաբանին վճարելու գումար չունեմ, Թերեզա։ Հազիվ ուտելու գումար ունեմ։ Տիկին Թերեզան մի պահ մտածեց, հետո մի միտք ունեցավ։ Հիշեց իր դստերը Գայանեին, որը 2 տարի առաջ ավարտել էր իրավաբանականը, սկսում էր իր կարիերան։ Նա իդեալիստ աղջիկ էր, որը միշտ խոսում էր իրավունքն օգտագործելու մասին, օգնելու նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը։ Գուցե նա կարողանար ինչ-որ բան անել։ Իմ աղջիկը փաստաբան է, Նունե։ Ես կխոսեմ նրա հետ։ Համոզված եմ, որ կցանկանա օգնել։ Տիկին Նունեն զգաց, թե ինչպես է հույ։ Սի մի կայծ վառվում իր կրծքում։ Դա շատ չէր, բայց ինչ-որ բան էր։ Եվ այդ պահին ցանկացած բան արդեն ավելին էր, քան նա ուներ առաջ։ Գայանեն մի քանի օր անց այցելեց տիկին Նունեին։ Նա 26 տարեկան երիտասարդ կին էր, վճռական աչքերով խոսելու լուրջ ձով։ Նա նստեց սենյակում, լսեց ամբողջ պատմությունը, ուսումնասիրեց փաստաթղթերը, որոնք տիկին Նունեն պահում էր հին թղթապանակում։ Որքան շատ էր կարդում, այնքան ավելի էր աճում նրա զայրույթը։ Դա չարաշահման, խարդախության, յուրացման ակնհայտ դեպք էր։ Եվ ֆիզիկական հարձակումն ամեն ինչ էլ ավելի էր լրջացնում։ Տիկին Նունե, դուք ուժեղ գործ ունեք։ Շատ ուժեղ։ Գրեթե համոզված եմ, որ կարող ենք հետ բերել տան իրավիճակը դեռ դատի տալ ձեր հարսին հարձակման համար։ Բայց ձեզանից խիզախություն կպահանջվի։ Պետք է դիմակայեք այս ամենին դատարանում, ցուցմունք տակ, վերապրեք ցավոտ պահեր։ Պատրաստ եք։ Տիկին Նունեն նայեց երիտասարդ փաստաբանին, նրա մեջ տեսավ մի բան, որը վաղուց կորցրել էր։ Տեսավ հույս։ Տեսավ արդարություն։ Տեսավ վերջապես ոտքի կանգնելու, պայքարելու հնարավորություն։ Պատրաստ։ Դեմ։ Ոչ թե ինձ համար, այլ իմ թորնուհու։ Նա պետք է տեսնի, որ մենք չենք կարող թողնել, որ սխալ բաները այդպես մնան։ Նա պետք է սովորի, որ միշտ արժե պայքարել ճշտի համար։ Գայանեն ժպտաց, ձեռքը մեկնեց։ Ապա եկեք միասին պայքարենք։ Ես այս գործը կվարեմ հասարակական հիմունքներով, այսինքն անվճար։ Ոչ թե խղճահարությունից, այլ արդարության համար։ Որովհետև մայրս միշտ ինձ պատմություններ է պատմել ձեր մասին, թե ինչքան ուժեղ, աշխատասեր, առատաձեռն եք եղել։ Եվ որովհետև ես հավատում եմ, որ բոլորն արժանի են իրենց արժանապատվությունը վերադարձնելուն։ Երկուսը սեղմեցին ձեռքերը, կնքելով մի գործընկերություն, որը կփոխեր ամեն ինչ։ Տիկին Նունեն տարիների մեջ առաջին անգամ զգաց, որ մենակ չէ։ Որ կան մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել իր կողքին։ Եվ դա ամեն ինչ փոխում էր։ Հաջորդ օրերին Գայանեն սկսեց լիակատար նվիրումով աշխատել գործի վրա։ Հավաքեց բոլոր փաստաթղթերը, որոնք տիկին Նունեն ուներ, լուսանկարեց, կազմակերպեց, մանրամասն հայցադիմում պատրաստեց։ Խոսեց հարանների հետ, որոնք խնջույքին էին եղել, պատրաստակամություն հայտնեցին ցմունք տալ։ Գնաց Ռաֆայելի դիջեյի հետից, երբ նա ցույց տվեց իր պահած տեսանյութը, նա իմացավ, որ գործը շահած է։ Դա անհերքելի ապացույց էր։ Տեսանյութը ցնցող էր։ Ցույց էր տալիս Լիլիթին, որը գոռում էր, նվաստացնում սկեսրոջը, նրան անվանում անպետք պառավ, ասում, որ պատրաստվում է վաճառել տունը, նրան դուրս անել։ Ցույց էր տալիս այն պահը, երբ նա վերցրեց աթոռը, հարվածեց տիկին Նունեի մեջքին։ Ցույց էր տալիս Անիին, որը ճչում էր, Արամին, որը լաց էր լինում, հյուրերին, որոնք սարսափած էին։ Անհնար էր դա տեսնել, զայրույթ չզգալ։ Գայանեն տեսանյութը պահպանեց տարբեր ձաչափերով տեղերում, ամեն ինչ պատրաստեց դատարանում ներկայացնելու համար։ Բայց նախ պետք էր գրանցել բողոքը։
Նա տիկին Նունեի հետ գնաց ոստիկանություն, օգնեց նրան բողոք ներկայացնել ֆիզիկական հարձակման յուրացման համար։ Քննիչը, որը նրանց ընդունեց, ցնցված էր պատմությունից, խոստացավ, որ գործը հատուկ ուշադրության կարժանանա։ Երբ Լիլիթը ծանուցում ստացավ, որ իրեն դատի են տվել, կարծեց, թե կատակ է։ Ինչպես էր այդ պառավը համարձակվել։ Ինչպես էր փաստաբան գտել։ Ով էր կանգնած այս ամենի հետում։ Նրա զայրույթը նորից պայթեց, նա իր բարկությունը թափեց Արամի վրա։ Գոռաց նրա վրա, մեղադրեց նրան մորը թիկունքից սատարելու մեջ, մեկ անգամ նվաստացրեց նրան։ Արամը, արդեն սահմանագծին, դուրս եկավ տնից, ապաստան գտավ անկյունի գարեջրատանը։ Մինույն ժամանակ, Անին որոշում էր կայացրել։ Նամակը, որը գրել էր տատիկի համար, պատրաստ էր, նա ուզում էր, որ աշխարհն իմանա ճշմարտությունը։ Նա հաշիվ բացեց հայտնի սոցիալական ցանցում, ամբողջ նամակը հավաքեց, հրապարակեց։ Ոչինչ չէր սպասում, պարզապես ուզում էր թեթանալ, դուրս հանել իր զգացած ցավը։ Բայց նամակը մարդկանց հուզեց մի ձով, որը նա երբեք չէր պատկերացրել։ Մի քանի ժամում այն հարյուրավոր տարածումներ ունեցավ։ Մեկ օրում հազարավոր։ Մարդիկ հուզված մեկնաբանություններ էին գրում, նմանատիպ պատմություններով կիսվում, աջակցություն առաջարկում։ Անի նամակը, գրված 12 տարեկան երեխայի անկեղծությամբ, վիրուսային էր դարձել, հուզում էր սրտեր ամբողջ երկրում։ Տեղական լրատվամիջոցները սկսեցին հետաքրքրվել պատմությամբ։ Հայտնի հեռուստահա Ղորթման լրագրողը կապ հաստատեց Գայանեի հետ, ցանկանալով ռեպորտաժ պատրաստել։ Փաստաբանը խոսեց տիկին Նունեի հետ, տարեց կինը, երկար մտածելուց հետո համաձայնեց։ Ուզում էր, որ իր պատմությունը ոգեշնչի այլ կանանց, չհանդուրժելու չարաշահումները, թույլ չտալու, որ նրանցից խլեն այն, ինչն իրենցն է իրավամբ։ Ռեպորտաժը եթեր հեռարձակվեց լավագույն ժամին։ Տիկին Նունեն իր պատմությունը պատմեց պարզությամբ, արժանապատվությամբ, առանց զոհի դեր խաղալու, առանց չափազանցությունների։ Պարզապես մերկ ճշմարտությունը։ Հաղորդավարը տեսանելիորեն հուզված էր, ինչպես միլիոնավոր հեռուստադիտողներ։ Գործին աջակցողների թիվը պայթեց։ Առցանց դրամահավաքներ սկսվեցին ծախսերին օգնելու համար, ստորագրահավաքներ, արդարություն պահանջելով, սիրո ուղերձներ ամբողջ Հայաստանից։ Լիլիթը դիտեց ռեպորտաժը, զգաց, թե ինչպես է աշխարհը փլվում։ Նա բացահայտված էր, դիմակազերծված, մեկուսացված։ Հարաններն այժմ ոչ միայն խուսափում էին նրանից, այլ դիմակայում էին։ Որոշ մարդիկ նույնիսկ ձվեր էին նետել տան դռան վրա, մյուսները հայհոյանքներ էին գոռում, երբ նա անցնում էր։ Արամը, տեսնելով այս ամենը, սկսեց հասկանալ, որ տարիներ շարունակ ապրել է հուզական բանտում, որ ժամանակն է ազատվելու։ Դատական նիստը նշանակված էր։ Դա լինելու էր ճշմարտության պահը, այն օրը, երբ ամեն ինչ կորոշվեր։ Տիկին Նունեն նյարդայնանում էր, բայց նա վճռական էր։ Իր կողքին Գայանեն էր, ձեռքը բռնած Անին էր, ամբողջ երկրի աջակցությունն ուներ։ Նա մենակ չէր։ Եվ դա ամեն ինչ փոխում էր։ Դատական նիստի օրը Շենգավիթում ամպամած էր։ Տիկին Նունեն սովորականից շուտ արթնացավ, սիրտը արագ բաբախում էր, ձեռքերը քրտնած։ Ամբողջ գիշեր անկողնում շրջվել էր, մտածելով այն ամենի մասին, ինչ կասեր, ինչպես կպահեր իրեն, թե արդյոք խիզախություն կունենա Լիլիթի աչքերի մեջ նայելու, ամբողջ ճշմարտությունը պատմելու։ Վեր կացավ, դանդաղ լոգանք ընդունեց, հագավ իր ամենագեղեցիկ զգեստը, մուգ կապույտ զգեստ, որը Անին էր գնել նրա համար այն գումարով, որը հավաքել էր թաղամասում փոքրիկ աշխատանքներ անելով։ Գայանեն շուտ եկավ նրան տանելու։ Երիտասարդ փաստաբանը լուրջ էր, կենտրոնացած, բայց նա մի վստահություն էր փոխանցում, որը հանգստացնում էր։ Տիկին Նունեին։ Նրանք ամեն ինչ խնամքով պատրաստել էին, փորձել էին այն հարցերը, որոնք հավանաբար կտրվեին, բոլոր փաստաթղթերը դասավորել էին պիտակավորված թղթապանակներում։ Գործը ամուր էր, բայց Գայանեն գիտեր, որ դատարանում երբեք չի կարելի լիովին վստահ լինել։ Դա կախված էր դատավորից, պաշտպանության փաստարկներից, հազարավոր փոփոխականներից, որոնք վերահսկողությունից դուրս էին։ Դեպի դատարան տանող ճանապարհին տիկին Նունեն նայում էր մեքենայի պատուհանից, տեսնելով անցնող քաղաքը։ Այդ բոլոր փողոցները նա անգիր գիտեր, ողջ կյանքում քայլել էր դրանցով։ Քանի անգամ էր գնացել այն անկյունի խանութը։ Քանի անգամ էր սպասել ավտոբուսին այն կանգառում։ Քանի պատմություն էր պահում այդ թաղամասն իր կյանքից։
Եվ հիմա նա գնում էր պայքարելու, վերականգնելու այն, ինչն իրենն էր, ապացուցելու, որ դեռ արժեք ունի, որ դեռ արժանի է հարգանքի արժանապատվության։ Անին նույնպես գնաց, պնդեց, որ այնտեղ լինի։ Տիկին Նունեն փորձեց համոզել նրան տանը մնալ, ասում էր, որ դա շատ ծանր է 12 տարեկան աղջկա համար ականատես լինել դրան, բայց Անին անդրդվե լի էր։ Ուզում էր տատիկի կողքին լինել, ուզում էր տեսնել նրա պայքարը, ուզում էր ականատես լինել այն պահին, երբ արդարությունը վերջապես կհաղթանակի։ Արամը նույնպես գնաց, բայց ողջ ճանապարհին լուռ էր, նայում էր ձեռքերին, կորած իր մտքերի մեջ։ Երբ հասան դատարան, արդեն մարդիկ էին սպասում։ Պատմությունն այնքան մեծ արձագանք էր ստացել, որ լրագրողները դռան մոտ էին, ուզում էին հարցազրույց վերցնել տիկին Նունեից։ Գայանեն նրանց հեռու պահեց, բացատրեց, որ իր պաշտպանյալին հանգստություն է պետք նիստից առաջ։ Բայց խոստացավ, որ կախված արդյունքից, հետո խոսելու ժամանակ կլինի։ Շենքի ներսում մթնոլորտը հանդիսավոր էր։ Միջանցքներից հին թղթի թարմ մաքրության հոտ էր գալիս։ Մարդիկ շրջում էին գործերի կույտերով, փաստաբանները ցածր ձայնով խոսում էին հաճախորդների հետ, կյանքը շարունակվում էր արդարադատության այդ բյուրոկրատական մեխանիզմում։ Տիկին Նունեն իրեն փոքր էր զգում այնտեղ, կորած օրենքների տեխնիկական տերմինների այդ աշխարհում, որը չէր հասկանում։ Բայց իր կողքին Գայանեն էր, դա բավական էր։ Լիլիթը կես ժամ անց ժամանեց, իր խն այաց գումարով վարձած փաստաբանի ուղեկցությամբ։ Նա միջին տարիքի տղամարդ էր, ճմրթված կոստյումով, ոչ բարյացակամ դեմքով։ Երբ Լիլիթը մտավ միջանցք, տեսավ տիկին Նունեին նստարանին նստած սպասելիս, նրա աչքերը փայլեցին զայրույթից։ Բայց նա զսպեց իրեն, գոնե այդ պահին։ Գիտեր, որ պետք է պահպաներ ելույթները, որ իրեն հետում են, որ մի սխալ քայլը կարող է ամեն ինչ փչացնել։ Նրա փաստաբանը փորձեց պնդել, որ տիկին Նունեն ստորագրել է փաստաթղթերը սեփական կամքով, որ տան փոխանցումը օրինական է եղել, որ հարկադրանքի ապացույցներ չկան։ Բայց Գայանեն պատրաստ էր։ Նա հավաքել էր հարանների ցուցմունքները, որոնք հաստատում էին, որ տիկին Նունեն հազիվ կարդալ գիտեր, որ պապի Հովակիմը միշտ զբաղվում էր բոլոր թղթերով, որ նրա մահից հետո նա լիովին կորած էր։ Նա ուներ այն նամակը, որը հենց Հովակիմն էր գրել մահից առաջ, զգուշացնելով կնոջը ոչինչ չստորագրել առանց հասկանալու։ Երբ վերջապես նրանց կանչեցին դատական նիստերի դահլիճ, տիկին Նունեն զգաց, թե ինչպես են ոտքերը դողում։ Գայանեն ամուր բռնեց նրա թից քաջալերող խոսքեր շշնջաց. Անին բռն։ Ես տատիկի մյուս ձեռքը, ուժգին սեղմելով, փոխանցելով իր ողջ սերն ու աջակցությունը։ Նրանք միասին մտան, կողք կողքի, 3 սերնդի կանայք, միավորված արդարության որոնումներում։ Դատավորը մոտ 50 տարեկան տղամարդ էր, ակնոցով խիստ արտահայտությամբ։ Նա նստեց իր աթոռին, ուղեց թղթերը սեղանին, խնդրեց, որ բոլորը նստեն։ Սկսեց բարձրաձայն կարդալ գործը, ամփոփումն այն ամենի, ինչը վիճարկվում էր այնտեղ։ Մի տան սեփականությունը, մի տարեց կնոջ արժանապատվությունը, մի չարաշահման հատուցումը։ Երբ ավարտեց կարդալը, նայեց տիկին Նունեին, հարցրեց, թե արդյոք նա պատրաստ է ցուցմունք տալու։ Տիկին Նունեն վեր կացավ, ոտքերը դեռ դողալով, գնաց դեպի նշված տեղը։ Նա շուրջը նայեց, տեսավ Լիլիթին նստած մյուս կողմում, այն արամարական արտահայտությամբ, որը նա այդքան լավ գիտեր։ Տեսավ Արամին, գլխիկոր, խուսափելով որը մեկին նայելուց։ Տեսավ Անին, աչքերը արցունքներով լի, բայց նա վճռականությամբ։ Եվ հետո սկսեց խոսել։ Նա պատմեց ամեն ինչ։ Այն օրվանից, երբ ինքն ու Հովակիմը գնել էին հողակտորը, անցնելով տունը կառուցելու ծանր աշխատանքի տակ։ Լինելով մինչ ամուսնու մահը այն անօգնականությունը, որ զգացել էր հետո։ Պատմեց, թե ինչպես Լիլիթը հայտնվեց թղթերով, գեղեցիկ խոսքերով, խոստումներով, թե պարզապես օգնում է։ Պատմեց, թե ինչպես ստորագրեց փաստաթղթեր, որոնք չէր հասկանում, վստահելով այն բարությանը, որն ինքն էր կրում, չպատկերացնելով, որ իրեն խաբում են։ Տիկին Նունեի ձայնը սկզբում ցածր էր, դողդոջուն, բայց ուժ էր հավաքում խոսելուն զուգընթաց։ Երբ հասավ այն մասին, թե ինչպես իրեն հրեցին հետնամասի սենյակ, թե ինչպես սկսեցին իր հետ վարվել որպես զավթիչ սեփական տանը, ամենօրյա նվաստացումների մասին, ամբողջ դահլիճը լուռ էր։ Նույնիսկ դատավորը դադարել էր գրել, ուշադիր նայում էր նրան։ Եվ հետո նա պատմեց խնջույքի մասին։ Թե ինչպես կրեմ կարամել էր պատրաստել իր ունեցած սուղ միջոցներով, թե ինչպես ուզում էր ընդամենը գրկել թորնուհուն վերադառնալ իր անկյունը, թե ինչպես իրեն հարվածեցին բոլորի ներկայությամբ։ Երբ ավարտեց, նա լաց էր լինում, բայց ոչ թուլությունից։
Դրանք արդյունքներ էին նրա, ով վերջապես հնարավորություն էր ունեցել լսված լինելու, իր տարբերակը ատմելու, որպես մարդ գոյություն ունենալու։ Դատավորը խնդրեց, որ նա նստի կանչեց Լիլիթին ցուցմունք տալու։ Հարսը ամբարտավանորեն վեր կացավ, գզակը վեր, գնաց դեպի նշված տեղը։ Նրա փաստաբանը հրահանգել էր, որ նա ամեն ինչ հերքի, որ ասի, թե հարձակումը պատահականություն էր, որ տան փոխանցումը օրինական էր։ Եվ դա էլ նա փորձեց անել։ Ասաց, որ տիկինն ունեն գիտակցաբար է ստորագրել թղթերը, որ շատ լավ գիտեր, թե ինչ է անում։ Ասաց, որ տարեց կինը խնդրահարույց է, պատմություններ է հորինում, ուզում է խառնաշփոթ ստեղծել ընտանիքում։ Ինչ վերաբերում է հարձակմանը, ասաց, որ դա պատահականություն էր, որ աթոռը սահել է իր ձեռքից, որ երբեք մտադրություն չի ունեցել որևէ մեկին վնասելու։ Նրա ձայնը հաստատուն էր, բայց աչքերը մատնում էին նյարդայնությունը։ Նա ստում էր, բոլորն այնտեղ դա գիտեին։ Հենց այդ ժամանակ Գայանեն խոսք խնդրեց, պահանջեց ցուցադրել տեսանյութը։ Դատավորը թույլատրեց, Ռաֆայելը, որը ներկա էր որպես վկա, հանձնեց իր պատրաստած կրիչը։ Միացրին սարքավորումը, տեսանյութը ցուցադրեցին էկրանին, ամբողջ դահլիճը լուր դիտում էր։ Ձայնագրությունը պարզ էր, առանց աղմուկի, կատարելապես ֆիքսելով ամեն ինչ։ Լիլիթի ձայնը, որը գոռում էր, թե տիկինն ունեն անպետք պառավ է, որ նրա կրեմ կարամելը աղքատի կերակուր է, որ նա պատրաստվում է վաճառել տունը դուրս անել սկեսրոջը։ Այն պահը, երբ նա վերցրեց աթոռը, միտումնավոր բարձրացրեց այն ուժգին հարվածեց տարեց կնոջ մեջքին։ Անի ջիջը, Արամի լացը, հյուրերի սարսափը։ Հնարավոր չէր հերքել, հնարավոր չէր ասել, թե պատահականություն էր։ Դա մաքուր բռնություն էր, նկարահանված, փաստագրված, անհերքելի։ Երբ տեսանյութն ավարտվեց, դահլիճում լռություն էր։ Լիլիթը գունատվել էր, նրա փաստաբանը կարծես ուզում էր անհետանալ սեղանի տակ։ Դատավորը հանեց ակնոցը, սրբեց թաշկինակով նորից դրեց։ Նրա արտահայտությունը խորը զայրույթի էր։ Բացի տեսանյութից, Գայանեն ներկայացրեց խնջույքին ներկա հարանների գրավոր ցուցմունքները։ Բոլորը հաստատում էին նույն պատմությունը, բոլորը նկարագրում էին արարքի դաժանությունը, բոլորն ասում էին, որ Լիլիթը գործել է լիակատար գիտակցությամբ մտադրությամբ։ Նա ներկայացրեց նա տան հին փաստաթղթ։ Երը բնօրինակ սեփականության վկայականները, Հովակիմի նամակը, վճարման անդորրագրերը, որոնք ապացուցում էին, որ սեփականությունը միշտ եղել է տիկինն ունեի նրա ամուսնու։ Լիլիթի փաստաբանը փորձեց վիճարկել, փորձեց բացեր ստեղծել, բայց գնալու տեղ չուներ։ Ապացույցները ջախջախիչ էին, գործը պարտված էր։ Լիլիթը դա հասկացավ երկար ժամանակ անց առաջին անգամ իսկական վախ զգաց։ Վախ հետանքներից, վախ ամեն ինչ կորցնելուց, վախ մենակ դիմակազերծված մնալուց։ Անին կանչեցին ցուցմունք տալու։ Աղջիկը դողացող ոտքերով, բայց հաստատուն ձայնով բարձրացավ ամբիոն։ Պատմեց տատիկի հետ իր հարաբերությունների մասին, թե ինչպես է տիկինն ունեն միշտ իրեն քնքշությամբ վերաբերվել, թե ինչպես էր թխվածքներ պատրաստում նույնիսկ առանց գումար ունենալու, թե ինչպես էր լսում իրեն առանց գոռալու։ Պատմեց նա մոր մասին, թե ինչպես էր տեսնում հորը անընդհատ նվաստացված, թե ինչպես էր վախենում տանը, թե ինչպես էր խնջույքի այդ գիշերն ամեն ինչ փոխել իր համար։ Երբ Անին ավարտեց խոսքը, նա լաց էր լինում, դահլիճի կեսը լաց էր լինում նրա հետ։ Դատավորը 15 րոպ։ Ընդմիջում խնդրեց, վեր կացավ դուրս եկավ դահլիճից։ Բոլորը գիտեին, որ նրան մի պահ է պետք, մշակելու այն ամենը, ինչ լսել ու տեսել էր։ Ընդմիջման ընթացքում Լիլիթը փորձեց մոտենալ Արամին, փորձեց ստիպել նրան իր կողմը անցնել, բայց ամուսինը նրան հեռացրեց։ Տարիների մեջ առաջին անգամ Արամը նայեց կնոջ աչքերի մեջ, ասաց ոչ։ Ասաց, որ հոգնել է, որ այլս չի դիմանում, որ նա չափն անցել է։ Ասաց, որ ամաչում է իրենից, որ թույլ է տվել, որ ամեն ինչ հասնի այս կետին, բայց որ այսուհետ ամեն ինչ փոխվելու է։ Լիլիթը ցնցված էր, չէր սպասում այդպիսի արձագանքի։ Փորձեց գոռալ, բայց Արամը պարզապես հեռացավ գնաց նստեց մոր կողքին։ Երբ դատավորը վերադարձավ, բոլորը նորից նստեցին։ Նա ուղեց թղթերը, նայեց ներկաներից յուրաքանչյուրին, հետո սկսեց խոսել։ Նրա ձայնը պարզ էր, հաստատուն, հեղինակությամբ լի։ Հազվադեպ, իմ դատավորական գործունեության բոլոր տարիների ընթացքում, ես ականատես եմ եղել տարեց անձի նկատմամբ չարաշահման, հարկադրանքի ընտանեկան բռնության այսքան ակնհայտ դեպքի։ Այն, ինչ ես տեսա այս գործում, հատկապես ներկայացված եսանյութում, անթույլատրելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում։
Տիկին Լիլիթն օգտվել է իր սկեսրոջ, տարեց, ֆունկցիոնալ անգրագետ սկի մեջ գտնվող կնոջ խոցելիությունից, տիրանալու մի գույքի, որը նրան չի պատկանել։ Եվ երբ այդ նույն սկեսուրը փորձել է զգացմունքային կապ պահպանել իր թոռնուհու հետ, նա դաժանաբար հարձակման է ենթարկվել հանրության առջ։ Դատավորը դադար տվեց, թողնելով, որ իր խոսքերն արձագանքեն դահլիճում։ Ներկայացված ապացույցների հիման վրա ես անվավեր եմ ճանաչում կատարված սեփականության փոխանցումը։ Տունն իրավամբ պատկանում է տիկին Նունեին, Հովակիմի այրուն, ինչպես ապացուցված է բնօրինակ սեփականության վկայականներով վճարման անդորրագրերով։ Ես կարգադրում եմ անշարժ գույքի վերջնական գրանցումը հայցվորի անունով, բոլոր անհրաժեշտ իրավական միջոցներով, նրա լիարժեք անհապաղ տիրապետումն ապահովելու համար։ Տիկին Նունեն զգաց, թե ինչպես է սիրտը պայթում հուզմունքից։ Անին ուժգին սեղմեց նրա ձեռքը, լաց լինելով ուրախությունից։ Գայանեն ժպտաց, գոհ, իմանալով, որ արդարությունը հաղթանակել է։ Արամը թեթացած շուն չքաշեց, կարծես մի հսկայական բեռ էր ընկել իր ուսերից։ Բայց դատավորը դեռ չէր ավարտել։ Բացի այդ, ես անհետաձգելի պաշտպանական օրդեր եմ տրամադրում ի օգուտ տիկին Նունեի։ Տիկին Լիլիթին արգելվում է մոտենալ հայցվորին 500 մետրից պակաս հեռավորության վրա, կապ հաստատել նրա հետ, որը միջոցով մուտք գործել տվյալ անշարժ գույք։ Այս միջոցի խախտումը կհանգեցնի կանխարգելիչ կալանքի։ Տիկին Լիլիթը կունենա 48 ժամ ժամկետ իր անձնական իրերը բնակարանից հանելու համար, միշտ դատական կատարածուի ուղեկցությամբ։ Լիլիթը ցնցված էր, չէր կարողանում մշակել այն, ինչ լսում էր։ Նրա փաստաբանը փորձեց բողոքել, բայց դատավորը նրան ընդհատեց ձեռքի հաստատուն շարժումով։ Ես դեռ չեմ ավարտել։ Դատախազությունը կտեղեկացվի, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկի տեսանյութում փաստագրված ֆիզիկական հարձակման վերաբերյալ։ Կամ բավարար ապացույցներ տարեց անձի նկատմամբ դիտավորյալ մարմնական վնասվածք պատճառելու հանցագործության վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել այս քաղաքացիական հայցից անկախ քրեական գործի։ Պաշտպանությունը կունենա առ. Լքելու լիարժեք պաշտպանության իրավունք, բայց այստեղ ներկայացված ապացույցները ամուր են պետք է հաշվի առնվեն։ Մուրճը հարվածեց սեղանին, կնքելով որոշումը։ Նիստն ավարտված էր։ Տիկին Նունեն ազատ էր, տունը նորից իրենն էր, Լիլիթը պարտված էր բոլոր առումներով։ Երբ նրանք դուրս եկան դահլիճից, դրսում սպասում էր աջակիցների մի փոքր խումբ, մարդիկ, որոնք հետել էին պատմությանը լրագրերի սոցիալական ցանցերի միջոցով։ Նրանք ծափահարեցին, երբ տեսան տիկին Նունեին, քաջալերող խոսքեր գոռացին, գրկախառնություններ առաջարկեցին։ Լրագրողները շրջապատեցին Գայանեին, հայտարարություններ խնդրելով։ Երիտասարդ փաստաբանը կարճ խոսեց, բացատրեց նիստի արդյունքը, ասաց, որ դա հաղթանակ է ոչ միայն տիկին Նունեի, այլ բոլոր այն տարեց մարդկանց համար, որոնք լուրջ չարաշահումների են ենթարկվում իրենց իսկ ընտանիքներում։ Տիկին Նունեն նույնպես կարճ հարցազրույց տվեց, շնորհակալություն հայտնեց բոլորին աջակցության համար, հետո ասաց մի բան, որը ընդմիշտ կմնար հիշողության մեջ։ Մայրը աթոռ չէ։ Եթե փորձում են կոտրել նրան, նա ոտքի է կանգնում։ Այս արդ ահայտությունը կրկնվեց լրագրերում, տարածվեց սոցիալական ցանցերում, դարձավ դիմադրության արժանապատվության խորհրդանիշ։ Տիկին Նունեն, Շենգավիթի այդ համեստ տարեց կինը, դարձել էր ձայն հազարավոր այլ կանանց համար, որոնք ապրում էին նմանատիպ իրավիճակներում։ Նրա պատմությունը ոգեշնչում էր, մոբիլիզացնում, փոխակերպում։ Երբ նրանք այդ կեսօրին վերադարձան տուն, տիկին Նունեն չգնաց հետնամասի սենյակ։ Նա գնաց գլխավոր ննջասենյակ, այն սենյակը, որը նա Հովակիմը կիսել էին այդքան տարիներ, այն սենյակը, որտեղից Լիլիթը նրան վտարել էր։ Նա նստեց մահճակալին, շուրջը նայեց, զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք ազատագրման արցունքներ էին։ Անին մտավ սենյակ, նետվեց տատիկի գիրկը։ Երկուսը մնացին այնտեղ, գրկախառնված, միասին լաց լինելով, զգալով այդ պատմական պահի ծանրությունը։ Արամը հայտնվեց դռան մոտ, ամաչկոտ, ներս մտնելու թույլտվություն խնդրեց։ Տիկին Նունեն գլխով արեց, որդին դանդաղ մոտեցավ։ Նա ծնկի իջավ մոր կողքին, դեմքը թաղեց նրա գրկումս մեկ անգամ ներողություն խնդրեց։ Մայրի, ես ձախողվեցի ձեր հանդեպ։ Թույլ տվեցի, որ այս ամենը պատահի։ Ես թույլ էի, վախկոտ էի։ Ներիր ինձ։ Տիկին Նունեն շոյեց որդու մազերը, ինչպես անում էր, երբ նա երեխա էր մղձավանջներ էր տեսնում։ Դու թույլ չէիր, որդիս։ Դու բանտարկված էիր։ Բայց հիմա ազատ ես։
Մենք բոլորս ազատ ենք։ Այդ գիշեր երեքը միասին ընթրեցին տան խոհանոցում, մի բան, որ տարիներ շարունակ տեղի չէր ունեցել։ Տիկին Նունեն պարզ ուտեստ պատրաստեց, բրինձ, լոբի, շոգեխաշած հավ, բայց ամեն ինչ հաղթանակի համ ուներ։ Անին օգնեց սեղանը գցել, Արամը լվաց սպասքը հետո։ Դա մի ընտանիք էր, որը փորձում էր վերակառուցվել, կտոր առ կտոր, համբերությամբ, սիրով։ Հաջորդ օրերին Լիլիթը ստիպված էր կատարել դատական հրամանը։ Նա հայտնվեց տանը դատական կատարածուի ուղեկցությամբ, հավաքեց իր հագուստը, իր անձնական իրերը հեռացավ, առանց հետ նայելու։ Նա պարտված էր, նվաստացված, մենակ։ Արամն անմիջապես ամուսնալուծության դիմում ներկայացրեց, այլս ոչինչ չէր ուզում նրա հետ։ Կյանքը, որը Լիլիթը կառուցել էր մանիպուլյացիայի չարաշահման վրա, ամբողջությամբ փլուզվել էր։ Տիկին Նեի շուրջ համայնքը մոբիլիզացվեց անսպասելի ձերով։ Հարանները հայտնվեցին, օգնելու տունը վերանորոգել, բերեցին ներկեր, գործիքներ, կամավոր աշխատուժ։ Ուզում էին, որ տիկին Նունեն վերադարձնի ոչ միայն օրինական սեփականությունը, այլ այն տունը, որին արժանի էր։ Մի քանի օրում տունը ներկված էր, մաքուր, կազմակերպված։ Հետնամասի սենյակը վերածվեց փոքրիկ արհեստանոցի, որտեղ տիկին Նունեն սկսեց խոհարարության դասեր տալ թաղամասի երեխաներին։ Հարանուհիների մի խումբ միացավ տիկին Նունեին նոր աթոռ նվիրեց։ Այն ամուր փայտից էր, լավ պատրաստված, հարմարավետ։ Նրանք աթոռը դրեցին հյուրասենյակում, պատվավոր տեղում։ Կոտրված աթոռը, այն մեկը, որը Լիլիթն օգտագործել էր որպես զենք, դրվեց բակում որպես հուշարձան։ Հիշեցում, որ բռնությունը երբեք չի հաղթում, որ արժանապատվությունը միշտ ոտքի է կանգնում։ Անին նորից սկսեց հանգիստ քնել, իմանալով, որ տատիկն ապահով է։ Նորից սկսեց ժպտալ, խաղալ, նորից երեխա լինել։ Նամակը, որը գրել հրապարակել էր սոցիալական ցանցերում, շարունակում էր վիրուսային դառնալ, հուզել մարդկանց, բանավեճեր առաջացնել։ Արեցների նկատմամբ հարգանքի, չարաշահումները բարձրաձայնելու կարողության, այն մասին, թե որքան կարող է պայքարել արդարության համար, նույնիսկ երբ դա անհնար է թվում։ Արամը սկսեց հոգեթերապիայի գնալ, փորձելով հաղթահարել տարիների հուզական չարաշահման տրավմաները։ Դա դանդաղ, ցավոտ, բայց անհրաժեշտ գործընթաց էր։ Նա վերասովորում էր ձայն ունենալ, կարծիք ունենալ, աշխարհում տեղ զբաղեցնել առանց վախի։ Մայրը նրան աջակցում էր, միշտ համբերատար, միշտ սիրով, իմանալով, որ բուժումը ժամանակ է պահանջում։ Տիկին Նունեի պատմությունը հասավ մեծ լսարան ունեցող հեռուստահաղորդման, նրան հրավիրեցին ուղիղ եթերում հարցազրույց տալու։ Նա նյարդայնանում էր, երբեք տեսախցիկների առջ չէր խոսել, բայց համաձայնեց, քանի որ ուզում էր իր փորձն օգտագործել, օգնելու այլ մարդկանց։ Հարցազրույցի գիշերը նա նստեց ստուդիայի բազմոցին, Անիի հետ, նորից պատմեց ամեն ինչ։ Խոսեց ցավի, անօգնականության մասին, թե ինչպես քիչ մնաց հանձնվեր։ Բայց խոսեց նա լուրջ չմնալու, օգնություն փնտրելու, հավատալու, որ արդարություն գոյություն ունի, կարողության մասին։ Ոսեց Գայանեի մասին, փաստաբանի, որն իրեն անվճար պաշտպանեց, քանի որ հավատում էր ճշտին։ Խոսեց Ռաֆայելի մասին, դիջեյի, որը խելամտություն ունեցավ ամեն ինչ ձայնագրելու։ Խոսեց Անիի մասին, խիզախ թոռնուհու, որը նամակ գրեց հուզեց ամբողջ երկիրը։ Խոսեց համայնքի մասին, որն իրեն աջակցեց, երբ նա ամենաշատն ուներ դրա կարիքը։ Եվ վերջում կրկնեց այն արտահայտությունը, որն արդեն դարձել էր իր նշանաբանը։ Մայրը աթոռ չէ։ Եթե փորձում են կոտրել նրան, նա ոտքի է կանգնում։ Հարցազրույցը միլիոնավոր դիտողներ ունեցավ, հսկայական ազդեցություն գործեց։ Հաջորդ օրերին տարեցների նկատմամբ բռնության թեժ գիծը զանգերի զգալի աճ գրանցեց։ Մարդիկ, որոնք ապրում էին նմանատիպ իրավիճակներում, քաջալերվեցին օգնություն փնտրելու, բարձրաձայնելու, իրենց իրավունքների համար պայքարելու։ Տիկին Նունեն, առանց ցանկանալու, դարձել էր հրատապ անհրաժեշտ գործի խոսնակ։ Թաղամասի դպրոցները սկսեցին պատմությունն օգտագործել որպես օրինակ կրթական նախագծերում։ Երեխաները սովորում էին տարեցների նկատմամբ հարգանքի, ընտանիքի կարողության, չարաշահումները ճանաչելու, բարձրաձայնելու մասին։ Անին այցելեց այդ դպրոցներից մի քանիսը, պատմելով պատմության իր մասը, պատասխանելով հարցերին, ոգեշնչելով այլ երեխաներին լինել խիզախ։ Տիկին Նունեի կյանքը լիովին փոխվել էր։ Նա այլս անտեսանելի, սենյակում փակված, մեռած բեռի պես վերաբերվող տարեց կին չէր։ Նա հարգված, հիացմունքի արժանի կին էր, որի վկայությունը ուժ ուներ իրականություններ փոխելու։ Բայց խորքում նա մնացել էր նույնը։
Համեստ, առատաձեռն, չափազանց մեծ սրտով, վրեժ պահելու համար։ Մի կեսօր, նիստից մի քանի ամիս անց, տիկին Նունեն բակում բույսերն էր ջրում, երբ տեսավ Լիլիթին կանգնած փողոցի մյուս կողմում։ Նախկին հարսը չմոտեցավ, հարգելով պաշտպանական օրդերը, բայց մնաց այնտեղ, նայելով տանը, որը մի ժամանակ իրենն էր եղել։ Տիկին Նունեն կարող էր մեջքով շրջվել, կարող էր ոստիկանություն կանչել, բայց ոչինչ չարեց։ Պարզապես հետ նայեց, մի արտահայտությամբ, որը խառնում էր տխրությունն ու հասկացողությունը։ Լիլիթը աչքերը իջեցրեց դանդաղ հեռացավ, անհետանալով փողոցի շրջադարձում։ Տիկին Նունեն վերադարձավ բույսերը ջրելուն, մտածելով, թե ինչպես է ատելությունը քայքայում մարդկանց ներսից, թե ինչպես է ագահությունը կուրացնում, թե ինչպես է սերը միշտ ամենադժվար, բայց նա միակ ճանապարհը, որն արժե անցնել։ Նա Լիլիթին չարիք չէր ցանկանում։ Ցանկանում էր միայն, որ նա սովորի, որ փոխվի, որ ինչ-որ կերպ խաղաղություն գտնի։ Եկավ հանգիստ գիշերը, տիկին Նունեն նստեց իրեն նվիրած նոր աթոռին, նայելով բակին, որտեղ այդքան շատ հիշողություններ էին կառուցվել։ Անին եկավ նստեց նրա գրկում, չափազանց մեծ դրա համար, բայց դեռ ուզում էր տատիկի գրկի հարմարավետությունը։ Արամը տաք թեյի բերեց, նստեց կողքին։ Երեքը մնացին այնտեղ, լուռ, պարզապես վայելելով միմյանց ընկերակցությունը, իմանալով, որ փոթորիկ են հաղթահարել, բայց հիմա հանգիստ ջրերում են։ Արդարությունը հաղթանակել էր, արժանապատվությունը վերականգնվել էր, սերը հաղթել էր։ 1 տարի էր անցել այն դատական նիստից, որը փոխեց ամեն ինչ։ Շենգավիթը շարունակում էր մնալ նույն քաղաքը, ինչ միշտ, իր աշխույժ փողոցներով, եռուն արտրով, իր մարդկանցով, որոնք պայքարում էին ամենօրյա հացի համար։ Բայց տիկին Նունեի տանը հիմնարար բան էր փոխվել։ Դրանք ոչ միայն վերաներկված պատերն էին կամ վերադասավորված կահույքը։ Դա ավելի խորն էր, մի բան, որ զգացվում էր օդում, այնձի մեջ, թե ինչպես էին մարդիկ մտնում ու դուրս գալիս այդ տնից ժպիտներով դեմքներին, այն դրական էներգիայի մեջ, որը ճառագում էր յուրաքանչյուր անկյունից։ Տիկին Նունեն կատարել էր իր խոստումը։ Նա տան մի մասը վերածել էր թաղամասի կանանց համար համայնքային տարածքի։ Նախկին ճաշասենյակն այժմ հանդիպման վայր էր, շրջանած դասավորված աթոռներով, մի սեղանով, որի վրա միշտ թարմ սուրճ ու տնական թխվածքաբլիթներ կային։ Ամեն երեքշաբթի, հինգշաբթի կեսօրին բոլոր տարիքի կանայք հավաքվում էին այնտեղ։ Ոմանք գալիս էին կարդալ ու գրել սովորելու, քանի որ տիկին Նունեն կամավոր ուսուցչուհու օգնությամբ գրագիտության փոքրիկ դասընթաց էր կազմակերպել։ Մյուսները գալիս էին պարզապես զրուցելու, սրտները բացելու, իրենց ցավերն ու ուրախությունները կիսելու անվտանգ ջերմ միջավայրում։ Անհավանական էր տեսնել, թե ինչպես էր այդ տարածքը դարձել ապաստան։ Կանայք, որոնք ապրում էին բռնությամբ լի հարաբերություններում, այնտեղ խիզախություն էին գտնում օգնություն փնտրելու։ Տարեց կանայք, որոնք իրենց անտեսանելի էին զգում, այնտեղ ձայն ու համայնք էին գտնում։ Միայնակ մայրերը, որոնք աշխարհի ծանրությունը կրում էին իրենց ուսերին, այնտեղ աջակցություն ու համերաշխություն էին գտնում։ Տիկին Նունեն սեփական մաշկի վրա էր սովորել, թե ինչ է նշանակում տառապել լռության մեջ, այժմ իր փորձն օգտագործում էր, օգնելու մյուսներին կոտրել այդ լռությունը։ Անին, այժմ 13 տարեկան, մշտական ներկայություն էր այդ հանդիպումներին։ Աղջիկը շատ էր մեծացել այդ տարվա ընթացքում, ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Տատիկի պայքարին ականատես լինելու արդարության այդ գործընթացին ակտիվորեն մասնակցելու փորձը նրա մեջ ձավորել էր էթիկայի կարեկցանքի ուժեղ զգացում։ Նա օգնում էր սուրճ մատուցել, զրուցում էր մայրերի հետ եկած երեխաների հետ, երբեմն, երբ տիկին Նունեն խնդրում էր, գրքերից կամ նորություններից հատվածներ էր կարդում խմբի համար։ Նամակը, որը Անին գրել էր, շարունակում էր շրջանառվել սոցիալական ցանցերում, տարածվելով ամեն անգամ, երբ տարեցների նկատում բռնության նոր դեպք էր ի հայտ գալիս։ Այն դարձել էր հղման կետ, մի տեքստ, որը հուզում էր սրտեր բացում գիտակցություններ։ Անին հաղորդագրություններ էր ստանում ամբողջ Հայաստանից, մարդկանցից, որոնք շնորհակալություն էին հայտնում իրավիճակը բացահայտելու խիզախության համար, մարդկանցից, որոնք պատմում էին իրենց սեփական պատմությունները, մարդկանցից, որոնք ասում էին, որ ոգեշնչվել են նրանից, բարձրաձայնելու իրենց կրած կամ ականատես եղած բռնությունների մասին։ Աղջիկը բլոգ էր ստեղծել, որտեղ գրում էր տարեցների նկատմամբ հարգանքի, կանանց իրավունքների, ընտանիքի համայնքի կարողության մասին։ 13 տարեկան աղջկա համար նա տպավորիչ հասունություն ուներ, տիկին Նունեն գիտեր, որ դա այն ամենի արդյունքն է, ինչ նրանք միասին էին ապրել։ Ցավը սովորեցրել էր, պայքարը ուժեղացրել էր, հաղթանակը ոգեշնչել էր։ Արամը նույնպես խորապես փոխվել էր։
Հոգեթերապիան օգնում էր նրան վերականգնել իր ինքնագնահատականը, հասկանալ իր կրած բռնության օրինաչափությունները, ներել ինքն իրեն այն անկարողության համար, որ զգացել էր մորը պաշտպանելիս։ Ավելի մեծ եռանդով էր վերադարձել աշխատանքի, պաշտոնի բարձրացում էր ստացել, վերականգնում էր կապերը հին ընկերների հետ, որոնց կորցրել էր Լիլիթի հետ ամուսնության տարիներին։ Նրա հարաբերությունները Անիի հետ սերտացել էին։ Հայր ու դուստր ավելի շատ էին զրուցում, միասին ծիծաղում, հանգստյան օրերին զբոսանքների գնում։ Արամը վերասովորում էր հայր լինել, ներկա լինել, դրական օրինակ լինել։ Իսկ Անին իր հերթին հոր մեջ տեսնում էր ոչ թե այն թույլ ու հնազանդ տղամարդուն, որին Լիլիթը միշտ մատնացույց էր անում, այլ մի մարդու, որը խիզախություն ունեցավ վերսկսելու իր սխալներն ընդունելու, ավելի լավը դառնալու ձգտում ունենալու։ Ինչ վերաբերում է Լիլիթին, քիչ բան էր հայտնի։ Նա դատական նիստից անմիջապես հետո տեղափոխվել էր թաղամասից, ամաչելով հանրային բացահայտումից, մեկուսացված հարանների կողմից, առանց ընկերների կամ աջակցության։ Արամը շարունակել էր ամուսնալուծության գործընթացը, որն անցել էր առանց մեծ բարդությունների, քանի որ Լիլիթը վիճարկելու շատ բան չուներ։ Անիի խնամակալությունը մնացել էր հորը, մոր համար այցելության լավունքով, բայց Անին հազվադեպ էր ուզում գնալ։ Վիրավորանքը խորն էր, գուցե տարիներ, կամ նույնիսկ մի ամբողջ կյանք կպահանջվեր սպյանալու համար։ Տիկին Նունեն, իր իմաստությամբ, երբեք վատ չէր խոսում Լիլիթի մասին Անիի ներկայությամբ։ Հասկանում էր, որ, անկախ ամեն ինչից, նա դեռ աղջկա մայրն էր, որ մի օր, գուցե, երկուսը պետք է գտնեին համակեցության ինչ-որ իրեն չէր վայելում ատելություն կամ վրդովմունք սնել։ Իրեն վայելում էր սովորեցնել ներման, կարեկցանքի մասին, այն մասին, թե ինչպես է հնարավոր բուժվել, առանց մոռանալու։ Տիկին Նունեի ստեղծած համայնքային տարածքը սկսեց գրավել սոցիալական կազմակերպությունների ՀԿ-ների ուշադրությունը, որոնք աշխատում էին տարեցների իրավունքների ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում։ Այդ կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին տուն, ծանոթացան կատարվող աշխատանքին, աջակցություն առաջարկեցին։ Նրանք կարողացան գրքերի, ուսումնական նյութերի, հանդիպումների համար նախուտեստների նվիրատվություններ ստանալ։ Որոշ կամավոր փաստաբանուհիներ, ոգեշնչված Գայանեի աշխատանքից, սկսեց անվճար իրավաբանական խորհրդատվություններ առաջարկել տարածքում, օգնելով կանանց հասկանալ իրենց իրավունքները, անհրաժեշտության դեպքում իրավական քայլեր ձեռնարկել։ Գայանեն շարունակում էր մշտական ներկայություն լինել տիկին Նունեի կյանքում։ Նրանց միջ խորը բարեկամություն էր ձևավորվել, որը դուրս էր փաստաբան հաճախորդ հարաբերություններից։ Գայանեն տիկին Նունեի մեջ տեսնում էր երկրորդ մայր, իմաստության ուժի աղբյուր։ Տիկին Նունեն Գայանեի մեջ տեսնում էր ավելի արդար, ավելի գիտակից, ավելի պայքարելու պատրաստ սերնդի հույսը։ Երիտասարդ փաստաբանը մասնագիտական ճանաչում էր ձեռք բերել գործի շնորհիվ։ Նրա գրասենյակը, որը առաջ հազիվ հաճախորդներ ուներ, այժմ միշտ լիքն էր։ Բայց նա երբեք չմոռացավ իր արմատները, երբեք չդադարեց հասարակական հիմունքներով գործեր վարել, երբեք չկորցրեց այն իդեալիզմը, որը ստիպել էր նրան ընտրել իրավաբանությունը որպես մասնագիտություն։ Տիկին Նունեի գործը շրջադարձային էր եղել նրա կարիերայում, բայց դրանից ավելին, դա կյանքի դաս էր, որը նա կկրեր ընդմիշտ։ Ռաֆայելը, դիջեյը, որը ձայնագրել էր վճռորոշ տեսանյութը, նույնպես դարձավ այդ ընդլայնված համայնքի մի մասը։ Նա սկսեց անվճար երաժշտության դասեր առաջարկել թաղամասի երեխաներին, օգտագործելով իր սարքավորումները ռիթմ, ներդաշնակություն, գեղարվեստական արտահայտություն սովորեցնելու համար։ Ասում էր, որ ուզում է համայնքին վերադարձնել այն, ինչ ստացել է։ Ճշմարտությունն այն է, որ այդ պատմությունը նրան խորապես հուզել էր, նրա մեջ արթնացրել էր սոցիալական պատասխանատվության զգացում, որը առաջ չկար։ Կոտրված աթոռը, որը տիկին Նունեն պահել էր բակում որպես հուշարձան, դարձավ տեղական խորհրդանիշ։ Հարանները այցելուներ էին բերում տեսնելու, բացատրում էին պատմությունը, օգտագործում էին այդ առարկան որպես ելակետ բռնության, հարգանքի արժանապատվության մասին զրույցների համար։ Որոշ մարդիկ ծաղիկներ էին թողնում աթոռի կողքին, մյուսները աջակցության համերաշխության ուղերձներով գրություններ։ Այն դարձել էր կենդանի հուշարձան, հիշեցում, որ ցավը կարող է վերածվել ուժի, որ բռնությունը կարող է հաղթահարվել արդարությամբ։ Տիկին Թերեզան, ընկերուհին, որը վերամիավորվել էր տիկին Նունեի հետ իր դստերը Գայանեին բերել գործի մեջ, նույնպես դարձավ համայնքային տարածքի ակտիվ մասնակից։ Նա օգնում էր կազմակերպել հանդիպումները, սուրճ պատրաստել, ընդունել եկող կանանց։ Ասում էր, որ դա իմաստ է տալիս իր օրերին, որ իրեն օգտակար անհրաժեշտ է զգում։
Երկու ընկերուհիները, որոնք վերակտել էին միմյանց ճգնաժամի պահին, այժմ կողք կողքի աշխատում էին գեղեցիկ փոխակերպող բան կառուցելու ուղղությամբ։ Մի օր տիկին Նունեն հատուկ հրավեր ստացավ։ Տեղական համալսարաններից մեկը ցանկանում էր, որ նա դասախոսություն կարդա իրավաբանության սոցիալական աշխատանքի ֆակուլտետների ուսանողների համար, իր փորձի իր զարգացրած համայնքային աշխատանքի մասին։ Նա նյարդայնացավ գաղափարից, երբեք չէր խոսել այդքան մեծ ակադեմիական լսարանի առջ, բայց Գայանեն քաջալերեց նրան, նա համաձայնեց։ Դասախոսության օրը դահլիճը լեփ-լեցուն էր։ Ուսանողներ, դասախոսներ, ոլորտի մասնագետներ, բոլորը ցանկանում էին լսել այն պարզ կնոջ պատմությունը, որը դարձել էր դիմադրության խորհրդանիշ։ Տիկին Նունեն դողացող ոտքերով բարձրացավ բեմ, բայց երբ սկսեց խոսել, նրա ձայնը հաստատունություն ձեռք բերեց։ Նա մեկ անգամ պատմեց ամեն ինչ, սկզբից, չխնայելով ցավոտ մանրամասները, բայց նա տոնելով հաղթանակներն ու դասերը։ Խոսեց սոցիալական արդարությանը նվիրված փաստաբանների կարողության մասին, ինչպիսին Գայանեն էր։ Խոսեց ապացույցների վճռորոշ դերի մասին, ինչպիսին Ռաֆայելի տեսանյութն էր։ Խոսեց բարձրաձայնելու համար անհրաժեշտ խիզախության մասին, նույնիսկ երբ վախենում ես։ Խոսեց համայնքի ուժի մասին, այն մասին, թե ինչպես ոչ ոք մենակ չի հաղթում, թե ինչպես է համերաշխությունը մեր ունեցած ամենամեծ ուժը։ Եվ վերջում կրկնեց այն արտահայտությունը, որն արդեն դարձել էր մանտրա. Մայրը աթոռ չէ։ Եթե փորձում են կոտրել նրան, նա ոտքի է կանգնում։ Դահլիճը պայթեց ծափահարություններից։ Շատերի աչքերում արցունքներ կային։ Որոշ ուսանողներ հարցեր տվեցին, տիկին Նունեն պատասխանեց ապրած, տառապած սովորած մարդու իմաստությամբ։ Երբ դասախոսությունն ավարտվեց, մարդկանց հերթ գոյացավ, որոնք ցանկանում էին շնորհավորել նրան, շնորհակալություն հայտնել, լուսանկարվել նրա հետ։ Տիկին Նունեն, միշտ համեստ, ուրաքանչյուր մարդու ընդունում էր ժպիտով ջերմ գրկախառնությամբ։ Այս դասախոսությունը միայն առաջինն է շատերից։ Տիկին Նունեին սկսեցին հրավիրել խոսելու դպրոցներում, համայնքային կենտրոններում, մարդու իրավունքների վերաբերյալ միջոցառումներին։ Նրա պատմությունը դարձել էր կրթական գործիք, փոփոխությունների ոգեշնչում, օրինակ, որ երբեք ուշ չէ արդարության համար պայքարելու։ Նա երբեք ոչինչ չէր պահանջում այդ դասախոսությունների համար, ասում էր, որ պարզապես իր բաժինն է անում, աշխարհին վերադարձնում է իր ստացած աջակցության մի մասը։ Ժամանակի ընթացքում տիկին Նունեի աշխատանքն էլ ավելի մեծ մասշտաբներ ստացավ։ Շենգավիթի թաղապետարանը պաշտոնապես ճանաչեց նրա ստեղծած համայնքային տարածքը, կառուցվածքային աջակցություն առաջարկեց։ Նրանք օգնեցին վերանորոգել տարածքը, ընդլայնել ձևավորված համայնքային գրադարանը, համակարգիչներ տեղադրել թվային ներառման դասերի համար։ Այն, ինչ սկսվել էր որպես վճռական տարեց կնոջ անձնական նախաձեռնություն, վերածվել էր կառուցվածքային արդյունավետ սոցիալական նախագծի։ Անին ամեն ինչին հետում էր հսկայ ական հպարտությամբ։ Ամեն անգամ, երբ որևէ մեկը հարցնում էր տատիկի մասին, նա մանրամասն պատմում էր պատմությունը, երբեք չհոգնելով կրկնելուց։ Նա տատիկի մեջ տեսնում էր ոչ միայն ընտանիքի անդամ, այլ մարդու օրինակ, մեկին, ով անցել էր ամենավատի միջով, ընտրել էր ցավը վերածել սիրո, անարդարությունը, պայքարի, տառապանքը, համերաշխության։ Աղջիկը որոշել էր, որ երբ մեծանա, ուզում է Գայանեի պես փաստաբան դառնալ։ Ուզում էր իրավունքն օգտագործել, պաշտպանելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, ձայն տալու լռեցվածներին, արդարությունը հաղթանակի հասցնելու։ Տիկին Նունեն հուզվում էր ամեն անգամ, երբ լսում էր թոռնուհու խոսքերն այդ պլանների մասին, գիտեր, որ իր կառուցած ժառանգությունը շատ ավելին է, քան ինքը, այն կշարունակվի ապագա սերունդներում։ Արամը նույնպես գտել էր իր ներդրման ճանապարհը։ Սկսեց մասնակցել հուզական բռնության զոհ դարձած տղամարդկանց աջակցության խմբերին, կիսվելով իր փորձով, օգնելով մյուսներին ճանաչել մանիպուլյացիայի օրինաչափությունները, օգնություն փնտրել։ Բացահայտեց, որ իր պատմությունը կարող է օգնել այլ տղամա։ Լտկանց հասկանալ, որ ամոթալի բան չկա թուլություն ընդունելու մեջ, որ օգնություն փնտրելը ուժի, ոչ թե թուլության նշան է, որ հնարավոր է վերակառուցել կյանքը տարիների հնազանդությունից հետո։ Ընտանիքի փոխակերպումը տեսանելի էր բոլորի համար։ Այնտեղ, որտեղ առաջ լարվածություն ու վախ կար, այժմ խաղաղություն ու սեր կար։ Այնտեղ, որտեղ առաջ ծանր լռություններ էին, այժմ զրույցներ ու ծիծաղ կար։ Այնտեղ, որտեղ առաջ մի տարեց կին էր, մութ սենյակում փակված, այժմ հարգված, սիրված, փառաբանված մայրապետ կար։ Մի առանձնապես գեղեցիկ կեսօրին, երբ մայրամուտի ոսկեգույն արը ողողում էր բակը, տիկին Նունեն նստած էր իր նոր աթոռին, այն մեկին, որը հարաններն էին նվիրել։
Նա նայում էր տան եռուզեռին կանանց, որոնք մտնում ու դուրս էին գալիս համայնքային տարածքից, Անիին, որն օգնում էր սուրճ մատուցել, Արամին, որը զրուցում էր մի երիտասարդի հետ, որը եկել էր Գայանեից իրավաբանական խորհրդատվություն ստանալու։ Նա խորը խաղաղություն զգաց, այնպիսին, որը գալիս է միայն այն ժամանակ, երբ մարդը գիտի, որ ճիշտ տեղում է, ճիշտ բաներ է անում, շրջապատված է ճիշտ մարդկանցով։ Հիշեց իր Հովակիմին, պատկերացրեց նրան երկնքից նայելիս, հպարտ այն ամենով, ինչ կարողացել էր անել։ Հիշեց այն նամակը, որը նա գրել էր, խնդրելով պաշտպանել տունը, ժպտաց, մտածելով, որ ավելին է արել։ Նա պաշտպանել էր ոչ միայն Աղյուսե ցեմենտե տունը, այլ պաշտպանել էր իր արժանապատվությունը, իր արժեքները, իր ժառանգությունը։ Կոտրված աթոռը դեռ այնտեղ էր բակում, արդեն մաշված ժամանակից, բայց դեռ կանգուն, դեռ կատարում էր իր հիշեցման դերը։ Որոշ երեխաներ, որոնք իրենց մայրերի հետ գալիս էին հանդիպումների, կանգնում էին նրա առջ, հետաքրքրասեր, հարցնում էին պատմությունը։ Տիկին Նունեն միշտ պատմում էր, պատմությունը հարմարեցնելով յուրաքանչյուր երեխայի տարիքին, բայց միշտ ավարտելով նույն ուղերձով. երբեք մի հանդուրժեք անհարգալից վերաբերմունք, միշտ պայքարեք ձեր իրավունքների համար, միշտ հավատացեք, որ կարող եք ոտքի կանգնել, անկախ նրանից, թե քանի անգամ են փորձում ձեզ տապալել։ Գիշերը դանդաղ իջավ, երկինքը ներկելով վարդագույն նարնջագույն երանգներով։ Կանայք հեռանում էին համայնքային տարածքից, յուրաքանչյուրն իր հետ տանելով այնտեղ գտած դրական էներգիայի մի մասը։ Տիկին Նունեն հրաժեշտ տվեց յուրաքանչյուրին, գրկեց, բարի գիշեր մաղթեց, խոստացավ, որ այնտեղ կլինի հաջորդ հանդիպմանը։ Երբ տունը վերջապես հանգստացավ, մնաց միայն ընտանիքը, երեքը նստեցին սեղանի շուրջ ընթրելու։ Տիկին Նունեն բրինձ, լոբի, սոխով տապակած պարզ, բայց համեղ միս էր պատրաստել։ Անին սեղանը գցեց, Արամը հյութի սափորը բերեց։ Նրանք միասին նստեցին, ինչպես անում էին ամեն գիշեր հիմա, ուտելուց առաջ արեցին մի բան, որը ծես էր դարձել։ Բռնեցին ձեռքերը, յուրաքանչյուրն ասաց մի բան, որի համար երախտապարտ էր այդ օրը։ Անին սկսեց. Ես երախտապարտ եմ տատիկի համար, այն ամենի համար, ինչ նա մեզ սովորեցնում է ամեն օր։ Արամը շարունակեց, ձայնը խեղդվելով. Ես երախտապարտ եմ, որ խիզախություն ունեցա վերսկսելու, որ դուք երկուստ իմ կողքին եք։ Տիկին Նունեն մի պահ փակեց աչքերը, զգալով այդ ձեռքերի ջերմությունն իր ձեռքերում, հետո ասաց. Ես երախտապարտ եմ, որ կենդանի եմ, որ այստեղ եմ, որ կարող եմ օգտակար լինել։ Ես երախտապարտ եմ այն սիրո համար, որը մեզ միավորում է, այն ուժի համար, որը միասին գտանք։ Նրանք սկսեցին ուտել, զրուցելով օրվա փոքրիկ իրադարձությունների, հաջորդ օրվա պլանների, ոչնչի ամեն ինչի մասին միաժամանակ։ Դա պարզ, առօրյա տեսարան էր, բայց լի իմաստով։ Դա ապացույցն էր, որ հնարավոր է վերակառուցել, որ սերը հաղթում է ատելությանը, որ արժանապատվությունը կարող է վերականգնվել։ Ընթրիքից հետո Անին գնաց սենյակ դասերն անելու, Արամը գնաց հեռուստացույց դիտելու, իսկ Տիկին Նունեն մնաց խոհանոցում, ավարտելով սպասքը լվանալը։ Նա պատուհանից նայեց մութ բակին, այնտեղ դեռ կանգնած կոտրված աթոռի ուրվագծին, մտածեց այն ամենի մասին, ինչ ապրել էր, ինչ հաղթահարել էր, ինչ կառուցել էր ցավի ավերակների վրա։ Մտածեց այն կանանց մասին, որոնց օգնել էր, այն կյանքերի մասին, որոնց հուզել էր, այն տարբերության մասին, որը ստեղծել էր։ Մտածեց բոլոր այն նունեների մասին, որոնք գոյություն ունեն, տառապում են լռության մեջ, կարծում են, թե ելք չունեն, հավատում են, որ չափազանց թույլ են պայքարելու համար։ Եվ ցանկացավ իր սրտի ողջ ուժով, որ իր պատմությունը հասնի նրանցից յուրաքանչյուրին, որ ծառայի որպես փարոս խավարում, որ ցույց տա, որ միշտ արժե ոտքի կանգնել։ Որովհետ մայրը աթոռ չէ։ Եվ եթե փորձում են կոտրել նրան, նա ոտքի է կանգնում։ Միշտ։ Ամիսները շարունակում էին անցնել, եղանակները փոխվում էին, կյանքը շարունակում էր իր բնական ընթացքը։ Բայց Տիկին Նունեի ժառանգությունը մնում էր ամուր աճող։ Նրա ստեղծած համայնքային տարածքը դարձավ տարածաշրջանում հղման կետ, այցելվում էր հետազոտողների կողմից, կրկնօրինակվում այլ թաղամասերում, ոգեշնչում նմանատիպ նախագծեր այլ քաղաքներում։ Տիկին Նունեն սոցիալական փոխակերպման մի սերմ էր ցանել, որն այժմ աճում տարածվում էր շատ ավելի հեռու, քան նա կարող էր պատկերացնել։ Անին մտավ դեռահասություն, պահպանելով իր ակտիվությունը։ Նա սոցիալական ցանցերում ալիք ստեղծեց, որտեղ խոսում էր մարդու իրավունքների, տարեցների նկատմամբ հարգանքի, ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին։ Նա հազարավոր հետորդներ ուներ, իր պես երիտասարդներ, որոնք ոգեշնչվում էին նրա խիզախությամբ, պարզությամբ։
Աղջիկը, որը մի օր տեսել էր տատիկին հարձակման ենթարկված, ոչինչ չէր կարողացել անել, այժմ իր ձայնն օգտագործում էր, որպեսզի այլ տատիկներ նույնի միջով չանցնեն։ Արամը հանդիպեց մի բարի կնոջ, թաղամասի ուսուցչուհու, որը նույնպես հաճախում էր համայնքային տարածք։ Նրանք սկսեցին դանդաղ, զգուշորեն հանդիպել, նա դեռ սովորում էր նորից վստահել, իսկ կինը հարգում էր նրա ժամանակը։ Տիկինն ունեն հավանություն տվեց, տեսնում էր այդ կնոջ աչքերում իսկական բարություն, այնքան տարբեր այն կեղծիքից, որը Լիլիթն էր կրում։ Գուցե ժամանակի ընթացքում Արամը նոր ընտանիք կառուցեր, հիմնված հարգանքի անկեղծ սիրո վրա։ Իսկ տիկինն ունեն։ Նա շարունակում էր լինել այն, ինչ միշտ էր։ Մի պարզ, համեստ կին, հսկայական սրտով անկոտրում ոգով։ Ամեն օր շուտ էր արթնանում, իր աղոթքներն էր անում, տան մասին հոգ է տանում, ընդունում էր համայնքի կանանց, իր դասախոսություններն էր կարդում, ապրում էր իր կյանքը լիարժեքությամբ նպատակով։ Երբեք չէր պարծենում իր ձեռք բերած համբավով, երբեք իրեն առանձնահատուկ չէր համարում նորություն դառնալու համար։ Այդ ամենը տեսնում էր որպես ճշտի համար պայքարելու բնական հետանք, ոչ ավելին։ Երբեմն լուռ գիշերներին նա նստում էր նոր աթոռին զրուցում իր հովակիմի հետ, կարծես նա դեռ այնտեղ լիներ։ Պատմում էր օրվա մասին, փոքր ու մեծ հաղթանակների, դեռս առջում եղած մարտահրավերների մասին։ Եվ զգում էր, ինչ-որ անբացատրելի կերպով, որ նա լսում է իրեն, որ հպարտ է, որ հավանություն է տալիս իր արած յուրաքանչյուր քայլին։ Տունը, որը նրանք միասին էին կառուցել, աղյուս առ աղյուս, քրտինք առ քրտինք, այժմ ավելին էր, քան տուն։ Այն դիմադրության խորհրդանիշ էր, բուժման տարածք, տուն նրանց համար, ովքեր ջերմության կարիք ունեին։ Պատերը, որոնք ականատես էին եղել այդքան ցավի, այժմ ականատես էին փոխակերպման։ Բակը, որը նվաստացման բեմ էր եղել, այժմ տոնակատարության բեմ էր։ Այնտեղ, որտեղ լռություն էր, այժմ ձայ կար։ Այնտեղ, որտեղ ճնշում էր, այժմ ազատություն կար։ Եվ այս ամենը, որովհետև 73 տարեկան մի տարեց կին, ամենադաժան ծով տապալվելուց հետո, ընտրեց ոտքի կանգնել։ Ընտրեց պայքարել։ Ընտրեց չընդունել անարդարությունը որպես անխուսափելի ճակատագիր։ Ընտրեց իր ցավը վերածել նպատակի, իր սպին, ուղերձի, իր պատմությունը, հույսի մյուսների համար։ Տիկինն ունեն ապացուցեց, որ տարիքը թուլության հոմանիշ չէ, որ համեստությունը թուլության հոմանիշ չէ, որ լռությունը պարտադիր չէ, որ հավերժ լինի։ Ապացուցեց, որ հնարավոր է, այո, նորից սկսել, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Ապացուցեց, որ մարդկային արժանապատվությունն անխորտակելի է, որ այն կարող է վիրավորվել, ոտնահարվել, բայց երբեք լիովին չի ոչնչացվում։ Որովհետև միշտ այն կարող է նորից ոտքի կանգնել։ Կոտրված աթոռը բակում շարունակում էր մնալ, տեղի ունեցածի լուռ վկան։ Այն այլս պարզապես ճաքած պլաստմասի կտոր չէր։ Այն հաղթահարման հուշարձան էր, հիշեցում, որ այն, ինչ փորձել էին օգտագործել ոչնչացնելու համար, դարձել էր ուժի խորհրդանիշ։ Աթոռի ճաքերը նման էին դի. Կինն ունեի հոգու սպիներին։ Ցավոտ հետքեր, այո, բայց նա գոյատման ապացույցներ, հաղթած մարտերի վկայություններ։ Եվ այսպես, կյանքը շարունակվեց տիկինն ունեի տանը, Շենգավիթում։ Մի կյանք, լի իմաստով, նպատակով, սիրով։ Մի կյանք, որը ոգեշնչում էր, փոխակերպում, ապացուցում, որ երբեք ուշ չէ արդարության համար, երբեք ուշ չէ վերսկսելու, երբեք ուշ չէ ոտքի կանգնելու։ Որովհետև մայրը աթոռ չէ։ Եվ եթե փորձում են կոտրել նրան, նա ոտքի է կանգնում։ Միշտ ոտքի է կանգնում։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ տիկինն ունեի, անի Արամի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք պայքարի, հաղթահարման վերականգնված արժանապատվության այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Տիկինն ունեի ոտքի կանգնելու խիզախությունը։ Անի հուզիչ նամակը։ Արամի փոխակերպումը։ Թե գուցե այն համայնքային տարածքի ստեղծումը, որը փոխեց այդքան շատ կյանքեր։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի լարված իրական պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք ցույց են տալիս, որ հնարավոր է հաղթել նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում, որոնք ոգեշնչում են մեզանից յուրաքանչյուրին լինել ավելի լավը, պայքարել ճշտի համար, երբեք չընդունել անարդարությունը որպես ճակատագիր։ Ձեր մասնակցությունը հիմնարար է, որպեսզի մենք շարունակենք այս պատմությունները առաջ տանել։ Կիսվեք նրանց հետ, ում սիրում եք, մեկնաբանեք ձեր մտորումները, դարձեք այս համայնքի մի մասը, որը հավատում է մարդկային պատմությունների փոխակերպող ուժին։
Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում նոր պատմությամբ, որը կհուզի ձեր զգացմունքները, կստիպի ձեզ էլ ավելի հավատալ մարդու ուժին։ Մինչ այդ, հիշեք, դուք նույնպես կարող եք ոտքի կանգնել, անկախ նրանից, թե քանի անգամ են փորձում ձեզ տապալել։ Ջերմ գրկախառնություն մինչ հաջորդ հանդիպում։